Okay, դե ասա։ Հա, ինչ որ տարբեր հարցեր ունեի, բայց որը հիմա կարդում ու հիշում եմ ինչ հարց է, բանի հետ է կապված։ Այս վերջերս, ը, երբ որ Նոբելյան մրցանակների բանն էի կարդում, ինչ որ հոդվածները, այն հոդվածն էի կարդում, որ բացահայտել էին այդ Դենիսովաների մասին, որ կան Այո, նեանդերտալցիներ, մենք ու Դենիսովաները, ու այն տեխնոլոգիայի միջոցով, որ միջև այդ ՌՆԹ-ն էին հետազոտում, բայց շատ քայքայվող առնեթն դրա համար երկար տարիներ չի մնում, դնթ-ն էլ ինչ-որ դժվարություններ էր առաջանում, դրա համար գտան, որ կարան միտոխոնդրիայի դնթ-ն նայեն, որ այդպես փոքր առանձին ինչ-որ տեղ է, ու իմացա, որ միտոխոնդրիան փոխանցվում է միայն մորական կողմից, մորից, միտոխոնդրիայի դնթ։ Ու մոտս հարց էր առաջանում, խի պետքա այդպես ինչ-որ հատուկ դնթ-ի հատված լինի, որը միայն մի ծնողից է փոխանցվում, երբ որ մնացած ամեն ինչ երկու ծնողից է ոնց որ թե փոխանցվում։ Այդ ինչ հետարքիր առանձնահատկություն է։ շատ շատ լավ հարց է, շատ լավ հարց է։ Իրականում պատասխանը դրամբանական է եւ բավականին բաց։ Ուրեմն, ը, բջիջը, բջիջի մեջ կա մի հատված, որտեղ որ այդ միտոխոնդրիան է։ Կարծեմ, եթե չեմ սխալվում, սենց մեկ վայրկյան։ Ինչ եղավ, հա։ Քիչ շատ մեծ է լինում եւ չեմ կարողանում փոքրացնեմ ցավոք սրտի։ Ինչ-ինչ պատճառներով։ Բագա։ Okay, այս միտոխոնդրիան է։ Ուրեմն էս կամայական բջիջ ունի միտոխոնդրիա եւ հիմա որ ասեմ ինքը ինչ է անում, ստակ կլինի ինչի։ Միտոխոնդրիայի բանը նպատակը բջիջի էներգիան է։ Ինքը էներգիայի կենտրոնն է։ Ինքն է պատասխանատու բջիջին էներգիա տրամադրելու հարցում։ Դրա համար ամեն բջիջ պետք է որ ունենա։ Այդ մեկ։ Հիմա հաջորդ հարցը, որ շատ արագ են պատասխանվելու է, թե ինչի համար մոր կողմից է փոխանցվում դա եւ ոչ թե հոր կողմից նաեւ։ Պատասխանը շատ բարձ է, որովհետեւ այն բջիջը, որը բեղմնավորումից հետո, որը դառնում է զայգոտ, ասենց է գրվում անգլերեն, զայգոտ, ստա չեմ եթե ի կա թե չէ։ Կարծեմ կա։ Զայգոտը բեղմնավորված բջիջն է եւ այդ բջիջն է, որը բաժանվում է եւ դառնում է վերջում սաղմ եւ ինչ որ էակ։ Բջիջը սկսնական ձվաբջիջն է, որը միանշանակ մոր կողմից է տրամադրվում։ Սպերման, որը հոր կողմից է, ինքը ներխուժում է այդ ձվաբջիջին եւ տեղադրում է DNT-ն, գենետիկ ինֆորմացիայի ոնց որ մոլեկուլը։ Բայց ինքը իր մեջ, ինքը լիարժեք բջիջ չի։ Եվ եթե անգամ ինքը լիարժեք բջիջ լինի, իրանից չի գալիս մնացած բջիջի բոլոր հատկությունները, որ վերջում դառնում է այդ
նոր սերունդի անհատը։ Հետևաբար ժառանգը բջիջի բոլոր բաղադրությունների ձվաբջիջից է գալի, որը մոր կողմից է դրամադրված։ Ներառյալ միտոխոնդրիան։ Դրամբանականը, բազա։ Միջայց այստեղ ապետիտ որ լինի վերջում, ես չգիտեմ ինչի այս process-ի չնայած նենց անել, որ այդ ան մնա, բայց չմնաց։ Տեսնում ես սխալ անում։ Ասա, Բայց ես լավ չհասկացա։ Ը, Այսինքն մենակ միտոխոնդրիան չի, որ մորից է փոխանցվում։ չէ, իհարկե չի, լիք բջիջի բոլոր մնացած բաղադրությունները, բայց մնացած բաղադրությունների մեջ ԴՆԹ չկա։ Ինֆորմացիա չկա, որ պահպանվում է, որ երկարատև կարանք բան անենք։ Պատկերացի, միտոխոնդրիան, միտոխոնդրիայի մեջ գենետիկ ինֆորմացիա կա, որտեղ սպիտակուց է։ Եվ այդ պատմականորեն մարդիկ մտածում են, որ իրականում բջիջը բազմաբջիջանի կենդանիների բաղկացած է բազմաթիվ բջիջներից, որոնք որ ը, ինչ որ համագործակցության նպատակներով, դե կարելի է նպատակ կոչել, միավորվել են։ Հետևաբար միտոխոնդրիան հավանաբար ինքը առանձին բջիջ է եղել, բջիջի տեսակ է եղել, որ ինչ որ պահի բարդ էակների մոտ, որտեղ որ ինքը արդեն ը, ենթամասա բջիջի, արդեն միավորված վիճակում ենք մենք տեսնում։ Այսինքն պատմականորեն առանձին է եղել։ Եվ դենց ահագին դեպքեր կան, որտեղ որ ը, երևում է, որ ը, ը, ոնց որ պատասխանատվության բաժանմունք կա, այն ձևի, որ ամենայն հավանականությամբ դա ը, կատարելագործված է եղել առանձին, ոչ թե բջիջի մեջ է զարգացել։ Ինչևէ, դա մի կողմ, բայց գլխավոր բանը, որ ը, ձվաբջիջն է, որ վերջում լիարժեք բջիջն է, որ բջիջի ֆունկցիաներն է կատարում։ Ամեն բջիջ, ը, եթե հիշում ես, մենք երբ որ խոսում էինք դիմադրողականության մասին, խոսում էինք բջիջի ներքին աշխատանքի մասին, եւ ամեն բջիջ ունի իր ներքին ը, ը, պատասխանատվությունները, որ ինքը պետք է կատարի։ Դրանցից մեկը ինքը իր էներգիայի կարգավորման խնդիրը պետք է կատարի։ Ամ, Երբ որ պետքա կուտակում է էներգիա եւ երբ որ պետքա ծախսել, արձակում է էներգիա։ Բայց նաեւ ինքը պետք է պաշտպանվի։ Նաեւ ինքը պետք է որ վնասվածքները կարողանա վերականգնել։ Նաեւ ինքը պետք է կարողանա օտար մարմինների դեմ պայքարել։ Երբ որ օրինակ վիրուս է մտնում բջիջի մեջ, այդ վիրուսը պետք է քայքայել։ Նաեւ քայքայելուց հետո պետք է այդ մասնիկները դուրս շփոթել։ Նույնիսկ սկզբունքով, երբ որ սնունդ է ներս մտնում, այդ սնունդը օգտագործվում է եւ նորից ը, դուրս է գալի ինչ որ ը, անպետք նյութեր։ Այդ դրանցից պետք է նույնպես ազատվել։ Հետևաբար մի ամբողջ ինքը բանի նման է, քաղաքի նման է պատկերացրել։ Որտեղ որ ինքը ունի իր պատերը, որ պաշտպանվի ադակնից, բայց այդ պատերը 100% չեն մեկուսացնում ամեն ինչից։ Այդ պատերը կիսաթափանցում են ինչ որ բաներ, օրինակ յամա տենց է սնունդը ներս մտնում եւ տենց է ազատվում օտարամարմիններից։ Այդ պատերը թույլ են տալիս, որ նաեւ վիրուսները ներս մտնեն։ Տենց են վարակվում բջիջները, տենց է հիվանդանում օրգանիզմը։ Եվ որ մենք հիվանդանում ենք, պարզապես այդ վիրուսը մեր բջիջների գողքը չեն լինում։ Իրանք բջիջի ներս են մտնում եւ տենց են բազմանում։ Օրինակի համար այն վիրուսները, որոնք որ ը, ը, քաղցկեղ են պատճառում, իրանք փոխում են բջիջի ԴՆԹ-ն
Նենց որ իրանց դնթն են տեղադրում եւ բջիջին հրամայում են, որ ինքը օրինագի այդ ամենը։ Բավականին բադ համագարկա։ Ինչևէ, ը, բջիջը ունի լիքը մասնագիտացված ոնց որ կենտրոններ, ֆունկցիաներ։ Եվ այդ ամբողջը կատարվում է բավականին բադ ընթացներից, որտեղ որ կան սպիտակուցներ, որոնք որ ունեն հստակ բադականություններ։ Ներառյալ, որ իրանք օրինակի համար բաների նման, անտիգենների նման, որոնց որ իրանց նպատակը գտնել օտար մարմիններն է, որ համապատասխան է իրանց երեք չափանի կառույցին, որ իրանք դրանց բռնեն եւ քայքայեն։ Քայքայելուց հետո ուրիշ սպիտակուցներ կան, որ իրանց խնդիրն է, որ իրանք այդ անպետք մասնիկները սպիտակուցի եւ այլ մոլեկուլների, որ իրանց կպնեն եւ իրանք դուրս գան դրանց հետ։ Բայց իրանք ո՞նց են դուրս գալու։ Ֆիզիկապես ո՞նց են շարժվելու։ Նույնպես այնտեղ բաներ կան, մեխանիզմներ գոյություն ունեն, որոնք որ ուղեկցում են նյութերը բջիջի ներսում հստակ ուղղությամբ։ Նենց որ այն նյութերը, որոնք որ անհրաժեշտ են ներս մտնեն, ներս են մտնում, եւ այն նյութերը, որ անհրաժեշտ են դուրս գան, կարողանում են դուրս գալ։ Երբ որ դուրս են գալիս բջիջից, արյան միջոցավ մարմինը տանում է եւ վերջում մարմինից դուրս են գալիս։ Ոնց։ Հիմնականում լիարդի եւ երգամների միջոցով։ Բայց ոչ միայն։ Հիմնականը այդ է ճանապարհը։ Նույնիսկ այս ամբողջը համագարկա բավականին բադ, որը միլիոն չէ միլիարդավոր տարիների ընթացքում է զարգացել, որտեղ բջիջը շատ հին բանա, միավոր է, կենսաբանական։ Հիմա միտոխոնդրիային հետ վերադառնանք, քանի որ բջիջը ամբողջական, որ դառնում է վերջում այդ կենթանի էակը, իրականում մոր կողմից է, այն բաները, որոնք որ մնայուն են այդ բջիջի ներսում, միտոխոնդրիայի նման, իրանք մոր միտոխոնդրիան են։ Եվ հետևաբար մոր բնորոշ գենետիկ ինֆորմացիան կա դրա մեջ։ Եվ երբ որ բջիջը բաժանվում է, դառնում է երկու բջիջ, երկուսը դառնում է 4 եւ միլիարդ եւ այլն, բոլորն էլ նույն միտոխոնդրիան են օրինակում։ Հենց որ մեր բոլոր բջիջների մեջի միտոխոնդրիան, բոլոր մեր մարմինի բջիջների մեջի միտոխոնդրիան մեր մոր բնորոշ գենետիկ ինֆորմացիան ունեն։ Եթե պետք է իմանալ մեկի մայրը ով է եղել, միտոխոնդրիայի միջոցով են անում, ոչ թե միջուկի մեջ գտնվող ԴՆԹ-ի միջոցով։ Այդ բաց պատճառով։ Բայց միջուկի մեջի ԴՆԹ-ն բազա որ միավորված արդեն հոր եւ մոր ԴՆԹ-ն է բեղմնավորումից հետո։ Հենց որ եթե մենք պատկերացնենք, որ այստեղ մենք միջուկ ունենք, այստեղ ինչ ԴՆԹ ոգ լինի, արդեն հոր եւ մոր միավորված ԴՆԹ-ն է։ Բայց միտոխոնդրիան միանշանակ միայն եւ միայն մոր կողմից եկած միտոխոնդրիան է։ Այս իբր փորձում եմ գենետիկ ինֆորմացիա բանալեմ, ԴՆԹ եւ այլն։ Բազա, դա պատասխանը մի Իսկ խոսքով։ այսինքն բարձր դառնում որ միտոխոնդրիայի էվոլյուցիան շատ ավելի դանդաղ է գնում, որովհետև չեն խառնում ոչ մի ԴՆԹ, մենակ այդ երբեմն լինող մուտացիաներն է, որ ազդում են էվոլյուցիայի վրա միտոխոնդրիայի, կարելի է ենթադրել, որ միտոխոնդրիան հստակ սահմանափակ ֆունկցիա է կատարում ու իր ոնց որ էվոլյուցիան շատ բան չի տալու, ինչ կանում է, ավել բան չի կարող անի, թե չէ, եթե մտածենք, ամեն դեպքում, եթե կարիքը լիներ օրինակ խառնել հոր ու մոր միտոխոնդրիաները նենց որ արագ էվոլյուցիա գնար, կստեղծվի ինչ որ տենց մեխանիզմ, որ ՏՆԹ-ն գնար, առանձնանար, չգիտեմ, միանային,
Ոնց որ անհավանական երևույթ չի էլի, որ միտոխոնդրիայի դնթներն էլ խառնվեին, բայց չի եղել նման բան։ Տեսականորեն ճիշտ ես ասում, բայց ամեն ինչի որ հնարավոր է բադադիր պետք է որ բադահացը լիներ։ Կարող է եւ ը, թերություն էլ կա դրա մեջ։ Կարող է դա անկայունություն առաջացնում բջիջի մեջ, որտեղ որ դա լինում է։ Եվ այդ անկայունությունը այդ առաջի ը, մի քանի ժամվա ընթացքում, որ շատ քրիտիկական պետքա որ լինի այդ ը, բեղմնավորված բջիջի համար, այդ զայգոտի համար, ը, կարող է մեծ հետևանքների բերի։ Այսինքն ա- անպիտանի դառնա ուղղակի այդ բջիջը։ Ձևի նրբությունները կան, այսինքն ամեն ինչի որ մի կողմից ավելիություն ունի, ինքը միանշանակ պետք է որ կատարվի, որովհետև իրականում բացասական կողմեր էլ կան, ռիսկեր կան, վտանգներ կան, որոնք որ պետք է դրանք էլ հաշվի առնենք։ Կարող է պատմականորեն դա պատահել է, բայց վտանգները այնպեսի են եղել, որ չի արդարացվել իրան եւ դուրս է եկել ուղղակի այդ ձևի, այդ դաբերակը եւ նորից չի առաջացել, որովհետեւ երբևէ երբ որ նման մի բան է լինում, ինքը հիվանդագին վիճակ է արդեն պատկերացնում ես ոնց, որովհետև ինչ որ դժվարություն կա, որ պետք է հաղթահարվի։ Նենց որ դենց կարող ենք պատկերացնենք։ Ա, Մյուս կողմից ավելի բարդ է, շատ ավելի բարդ է, որ դա էլ փոխվի։ Միտոկոնդրիան էլ ինչ որ չափով փոխվի։ Գուցե այնտեղ է դժվարությունը, զուտ մեխանիզմը չկա։ Ա, Ինչ բաժաներով նորից։ Ա, Գուցե միտոկոնդրիան փոխվելը բջիջի ընթացքում բջիջին է սպանելու։ Հետևաբար նորից այստեղ մեխանիզմների սահմանափակում կարող լինի։ Միտոխոնդրիան պետք է փոխվի օրինակ մուտացիայի միջոցով բաժանվելու ժամանակ, բայց ոչ թե բեղմնավորման ժամանակ։ Հետևաբար դրսից գենետիկ նյութ չի ընդունում։ Նորից սրանք ես ենթադրություններ եմ անում, բայց ուզում եմ ասեմ, շատ ձևի բացատրություններ կարող են լինել։ Չեմ իմանում ճիշտ պատճառը եւ չեմ իմանում եթե գիտենք ճիշտ պատճառը, թե ինչի միտոխոնդրիան էլ չի մասնակցում նման process-ի, բայց կարող ենք պատկերացնել, որ ամեն ինչի որ առնվազն ինչ որ մի առավելիություն ունի, միանշանակ պետք է որ առաջանա, որովհետև միայն առավելությունները հաշվի չպետք է առնենք, այլ նաև թերությունները կամ վտանգները։ Իսկ հայտնի ինչ որ հիվանդություններ կա, որ միտոխոնդրիայի մուտացիայի արդյունքում է լինում։ Լավ հարց է, գիտես։ Չեմ իմանում։ Կարծում եմ, Ինչ որ եթե այդ ձևի բան կա, բջիջները մահանալու են ուղղակի։ Գուցե ինչ որ, որովհետև էներգիայի աղբյուրն է։ Եվ եթե էներգիա չկա, բջիջը մահանալու է։ Բջիջը, ոնց ասեցի, ինքը քաղաքի նման է։ Եթե պատկերացա մաքուր ջուր չլինի, սնունդ չմտնի քաղաք, գեղձը եւ կոյուղը չաշխատի, աղբը դուրս չգա, այդ քաղաքը ի՞նչ է լինելու։ Բազովով, դա առողջ վիճակ չի լինելու։ Հենց որ շատ քրիտիկական է, որ բջիջի էներգիայի աղբյուր ունենա, որ մնացած ամեն ինչը կարողանա կարգավորել։ Ամեն ինչը էներգիա է պահանջում։ Էներգիան ինքնին շատ հետաքրքիր է, թե ոնց է էներգիան ը, պաշարում եւ արձակում բջիջը։ Ը, Մի քանի մեխանիզմ կա, բայց մեխանիզմներից մեկը, ը, որ մեծ մասամբ կենթանիները այդ են օգտագործում, հիմնականում երկաթի միջոցով է։ Երկաթը ժանգոտման ը, ընթացի միջոցով միավորվում է թթվածնի հետ եւ այդպես ը, ինքը դառնում է ոնց որ էներգիայի պաշար։ Երբ որ պետք է լինում էներգիան արձակել, այդ ը, ը, թթվածինը անջատվում է նորից ինչ որ բաց ընթացների միջոցով եւ քանի որ ը, ավելի շատ էներգիա է պետք միավորելու համար, քան արձակելու համար, արձակելու ընթացքում լրացուցիչ էներգիա է դուրս գալի, որ հավասարումը ճիշտ լինի։ Այսինքն առանձին էներգիան երկաթի աթոմի եւ ը, թթվածնի աթոմների ավելի ցածր է, քան ընդհանուր էներգիան ժանգոտված երկաթնու ը,
բանը հետսասա Ստացին։ դետվածին այո եւ այս ծեվի հավասարումները շատ կան բնության մեջ եւ այդ արդյունքում ա որ լրացուցիչ էներգիա է դուրս գալի հենց որ այդ միջած նույն բանը հավասարումը կամ այսինքն նման հավասարում նաև լինում է միջուկային բայթունի ընթացքում միջուկային ռեակցիան ը, ճիշտ նույն ձևով է այդ ը, ը, ատոմը գիսելուց հետո գումարային էներգիան ավելի ցածր է քան միավորված ասենք ուրանի ատոմը եւ այդ տարբերությունը որպես էներգիա է դուրս գալի եւ այդ էներգիան ա որ թույլ է տալիս որ ընդլայնում լինի եւ այլն եւ այլն եւ իհարկե մի հատ նյութրոն է արձակում այդ նյութրոնը գնում է հավածում է ուրիշ երկու է նյութրոն արձակում եւ այդ երկուսը գնում հավածում են ուրիշ երկու ատոմների այդ երկու ատոմներն էլ են կիսվում եւ սենց շարունակ ամեն անգամ մի հատ ավել նյութրոն է արձակվում եւ էներգիա մի հատ ավել նյութրոն եւ էներգիա եւ դա բայթունի իմաստը շատ արագ եւ արագացված էներգիայի արձակումը ինչեւ է ըմ, միտոխոնդրիայի պատասխանատվությունը շատ կարևոր են բայց բազա եթե մի բան անհրաժեշտ է որ առողջ լինի բջիջը կամ մարմինը ուրեմն միշտ կարող ենք պատկերացնենք ինչ որ դեպք ինչ որ վիճակ որտեղ որ այդ բանը չի գործում կամ ընդհանրապես կամ ոնց պետք է եւ դա հիվանդագին վիճակ է հենց որ չեմ զարմանա եթե հիվանդություններ լինեն որ հենց առաջանում են ինչ որ միտոխոնդրիայի սխալ աշխատանքի արդյունքում բայց կարծում եմ այդ դեպքերը պետք է որ եթե հաջող են լինում պետք է որ մարմինը կարողանա դեմ առնել օրինակ նույն ձևով երբ որ մենք վնասում ենք ինչ որ բջիջները մահանում են այդ բջիջները չէ եւ մահանալուց հետո մարմինը ազատվում է դրանցից եւ նոր բջիջներ է փոխարինում նոր բջիջներով է փոխարինում մահացած բջիջները օրինակ երբ որ վերք է լինում կամ երբ որ հարվածում ենք չէ այդ մասը չորանում է եւ ինչ որ ժամանակ անց մահանում գնում է եւ շատ հավանական է որ նման ձևով է մարմինը կարողանում փոխարինել այդ բջիջներին բայց նույնիսկ գախված է այդ ոնց է լինում որտեվ եթե ինքը լրիվ չի մահացած գուցե մարմինը չիմանա որ պետք է փոխարինել այդ բջիջներին պետք է հեռացնել եւ նոր պետք է աջի տեղը եւ այլն եւ այլն այդ ձևի հիվանդությունները կան որտեղ որ սխալ է աշխատում վատ է աշխատում ինչ որ մի բան բայց այնքան վատ չի որ մարմինը հասկանա որ դրանից պետք է ազատվել որ դա վատ է Այդ բանն է էլի այդ քաղցկեղի ու աուտոիմուն հիվանդությունների օրինակ այո երկու տարբերություններն են միտեղ չի ջոկը որ պիտի վերացնի միտեղ չափանցնում հա այո երկուսն էլ շատ ճիշտ ասի եւ հակառակ են այդ իմաստով որ մարմինը մի դեպքում քաղցկեղի դեպքում չի հասկանում որ դա օդա մարմինը եւ վնասակար եւ օտոիմուն բաների հիվանդությունների դեպքում էլ հակառակը մարմինը սկսում է հարձակվել առողջ բջիջների վրա մտածելով որ իրանք վնասակար են կամ օտար մարմիններ են իսկ այս միտոխոնդրիայի մասով ոնց ասիր ասենք զիգոտի մեջ առանձին միտոխոնդրիան ա ու այդ դնթ-ն որ պահից է որ այս զիգոտը ինչ էակ դառնալու է իր երեխեքին փոխանցվող միտոխոնդրիայի դնթ-ն որ պահին է առաջանում այսինքն այս սկզբնականից քանի փուլ է անցնում օրինակ որ այնտեղ է արդեն միտոխոնդրիան այնտեղ է միտոխոնդրիան կա ամեն բջիջի մեջ հենց որ մայրը Իմիջիայլոց մայրը ինքը ծնվում է իր բոլոր
ձվաբջիջները արդեն կազմված։ Հենց այդ եմ ասում, միջև իրա զիգոտից, միջև իրա ձվաբջիջները առաջանալը ոնց որ շատ փուլեր է անցնում այդ միտոխոնդրիան, այդ բջիջը կիսվելուց ամեն անգամ կարա չէ մուտացիա լինի, ու ինչքան ուշ առաջանան այդ հաջորդ ձվաբջիջները, այնքան շատ է շանսը բանի մուտացիայի։ Դա հետաքրքիր բան ես ասում։ Ինչքան գիտեմ, ձվաբջիջները ը, կազմվում են այդ մո մարմնի մեջ, երբ որ ը, ինքը երեխա է, երբ որ ինքը սաղմատ է, շատ փոքր ժամանակ է դա կազմվում։ Եվ դա ինքը ժառանգում է ինչ որ չափով իր մոր ը, բջիջներից։ Հետևաբար մի քիչ բան մի քիչ տարօրինակ է, որովհետև բաների մոտ, ոցերի մոտ սպերմաները անընդհատ են արտադրվում, բայց էգերի մոտ տենց չի։ Դրանք պատրաստի արդեն կան եւ այդ մարդը ծնվում է արդեն պատրաստի ինքը ունի ինչքան ձվաբջիջ որ երբևէ պետք է որ ունենա եւ իրանց հետեւաբար ոնց որ գենետիկ նյութը որ մեջն է բառնագում այդ ամեն մի ձվաբջիջը պետք է որ անփոփոխ լինի չեմ մանում եթե կյանքի ընթացքում կարող են այնտեղ ինչ որ մուտացիաներ տեղի ունենալ տեղյակ չեմ այս ինչքան գիտեմ այդ բջիջները ամբողջովին լիարժեք ձևավորված են արդեն եւ մարմինը բազմապես արձակում է ամեն զվարանից 2 ամիսը մեկ իհարկե մարդկանց մասին եմ խոսում որովհետեւ տարբեր կենթանիների մոտ տարբեր են ցիկլերը բայց մարդկանց մոտ ամեն զվարան 2 ամիսը մեկ է արձակում հետեւաբար մեկ ու մեջ է լինում եւ այդպես է լինում որ եթե մեկն ու մեկը զվարանների եթե բաց թողնի մի ամիս եւ հաջորդ ամիսը բանալի կամ 2 ամիս վրա գներեք 2 ամիս հետական արձակի այդ ամսվա ընթացքում երկու ձվաբջիջ է լինում այդ մորարգանթի մեջ եւ եթե բեռնավորվեն երկվորյակ է ծնվելու այդ ձևերից մեկն է որ երկվորյակ են ծնվում որովհետեւ այդ ձվարանները պետք է որ մեկ ու մեջ աշխատեին բայց իրանք փաստացի նույն ժամանակ աշխատեցին եւ իրանք ընդհանրապես արձակում են այդ է իրանք բանը ոնց որ ֆունկցիան Հետարքիր է ոնց են իրանք ժամացույցը պահում մի ամսվա։ այդ կենսաբանական ժամացույցները հաճախ այդպես են ոնց որ մեխանիկական ժամացույցները ինչ որ մի բան կա որ այդքան երկար ժամանակ պետք է որ տևի որ ստացվի Ես որ նայում էի մեր բջիջների բանը ոնց այդ գիշեր ցերեկը տարբերում էլի ինչ որ սպիտակուցների քանակ շատանում է առավոտը ու պակասում որ 24 ժամա ցիկլ է սպիտակուցների շատանալ քչանալու ոչ մի ամիսը տարօրինակ է։ դե վերջում ինչ որ մի շարք բաներ պետք է որ տեղի ունենան որ այդ բանը ստացվի ինչ որ մի բան որ այս դեպքում ծվաբջիջը արձակելն է եւ այն անհատների մոտ որ այդ շղթան այդ ամեն ինչի դեվելա մոտ ժամանակ որ նպատակը հարմար է իրանք ավելի առողջ են եղել հետեւաբար իրանք տված սերունդն էլ է ժառանգել նույնը հենց որ այդ բանա ընթացը որ նորից փոխվում է սերունդից սերունդ մինչև էվոլյուցիայի միջոցով այն անհատները որ ավելի մոտ են լավագույն կամ այն ոսկե միջինին իրանք են ավելի բազմանում բայց միշտ թերություն կա եւ այդ թերությունը միջարից այդ փոփոխություններն են անհատների միջև տարբերություններն են անհատների միջև որ էվոլյուցիայի հիմնական շինանյութն է եթե կարելի է դենց ասել եթե չլինեն տարբերություններ անհատների միջև դե բոլոր անհատները իդեալական նույնը լինեն առավելություն ոչ ոք չի ունենա տարբերվելու ոչ մի ը, գործոն չի լինի հետևաբար չկա ոչ մի բան որ էվոլյուցիային ենթարկվի եւ մեկն ու մեկը գոյատևի մնացածը վերանան որտեղ բոլորն են հավասար են հետևաբար այդ տարբերությունները պետք է լինեն բայց այդ տարբերությունները որտեղից են գալիս
Մասամբ գալիս են թեություններից, մասամբ գալիս են մյուտացիաներից։ Հասկացա։ Քանի էվոլյուցիայից ենք խոսում մի հատ էլ հարց։ Давай, ասա։ Խի են միջև հիմա ձկները բռնվում։ Խիեն ինչև հիմա ձկները բնվում։ Խիեն ինչև հիմա եղնիկները, նապաստակները, թռչունները բնվում։ Որտեվ մրցակցություն է անընդհատ։ Մրցակցություն է։ Մրցակցություն է, երբ որ իրանք ավելի խելացի են դառնում, ձուկ բռնողն էլ ավելի խելացի դառնում։ Մինչև մինտեղ է հասնում, որ մեկն ու մեկը մյուսին պիտի վերացնի։ Կամ ոչ, հավասարակշռման մեջ են մտնում։ Օրինակ, բնության մեջ մեծ մասամբ ասենք եղնիկները եւ արյուծները հավասարակշռման մեջ են քանակով, կարողություններով շատ քիչ տատանումներ են լինում։ Եթե հսկայական բան չփոխվի պայմանների մեջ, կմնան հավասարակշռման մեջ մեծ մասամբ։ Եվ հավասարակշռված չի նշանակում, որ միշտ նույն քանակի են։ Ամեն ամիս նույն քանակի արույց է մահանում եւ եղնիկ է ուտվում։ Ոչ, նշանակում է, որ այդ փոփոխությունները իրանց թվերի մեջ հավասարակշռման մեջ է։ Եթե այդ ինչ որ ցիկլը իրանից ներկայացնում, ուրեմն այդ ցիկլը հավասարակշռման մեջ է։ Օրինակ, երբ որ եղնիկների թիվը աճում է, արույցները ավելի հեշտ են բռնում ավելի եղնիկ, եղնիկների թիվը սկսում է կարգավորվել, մինչև սկսում է նվազել, որովհետև շատ են ուտում։ Բայց երբ որ եղնիկների թիվը բակասում է, արույցներն էլ են սոված մնում, չէ՞։ Որովհետև երբ որ շատ էին եղնիկները, իրանք շատ առողջ էին եւ բազմանում էին։ Երբ որ եղնիկները քչանում են, իրանք սոված են մնում եւ այնքան չեն բազմանում եւ սկսում են մահանալ։ Երբ որ սկսում են մահանալ, քչանում են առյուծները, եղինքները սկսում են հետ շատանալ։ Եվ սենց շարունակ։ Այս հավասարակշռման մեջ է այս համակարգը։ Քանի մեկն ու մեկը չի վերացնում մյուսին։ Օրինակ, եթե եղնիկները վերանան, առյուծներն էլ կարող է վերանան, եթե ուրիշ սնունդ չկա։ Այդ դեպքում վերացավ մեկ մյուսին։ Կամ եթե առյուծները բոլոր եղնիկներին ուտեն, եւ ենթադրենք իրանք ունեն ուրիշ աղբյուր սնունդի, եղնիկները վերացան։ Ամեն դեպս է տարածքում։ Բայց արյուծները չվերացան, որտեղ արյուծները ունեն ուրիշ սննդի աղբյուր։ Եվ սենց շարունակ։ Հիմա ձկներին հետ վերադառնանք։ Ձկները միանշանակ ավելի եւ ավելի խելացի պետք է որ դառնան մարդու ներկայության դեպքում, որտեղ երբ որ մարդը բռնում է, պետք է որ մարդը բռնի ամենահեշտ բռնվող ձկները։ Պատմականորեն պատկերացրա։ Բայց ժամանակակից մարդը արդեն այնքան հարաճած տեխնոլոգիա ունի եւ կարողություններ ունի, որ ձկների հնարավորությունները խուսափելու եւ էվոլյուցիայի միջոցով զարգանալու սահմանափակ է։ Սենց պատկերացնենք ձկները այնքան արագ կարողացան զարգանալ, որ մեջներից մի խումբ ձկներ կարողացան ջրից դուրս գալ եւ թռնել։ Այդ իրանց փրկումն է։ Իհարկե ոչ, որովհետեւ մարդիկ կարան բռնեն, ոնց թռչուններին ենք բռնում կամ որսում, չէ՞։ Հետևաբար փախուստ չկա։ Հիմնական պատճառը, որտեղ ձկներ կան առհասարակ, որտեղ մարդիկ չեն խնդիր դրել, որ իրանց բոլորին բռնենք եւ վերացնենք։ Որտեղ մեզ ձեռնատու չի։ Իսկ նույն ձևով, որ պատճառը, որ հավերը չեն վերանում, չնայած մենք հսկայական քանակի հավ ենք ուտում, մենք ասելով բոլոր մարդիկ, մարդկությունը, որտեղ մարդիկ են ուծում հավերին։ Ոչ որտեղ իրանք խելացի են եւ կարողանում են փախնել եւ բազմանալ։ Չէ՞։ Բայց բազա չէ, որ եթե ուզենք վերացնել բոլոր հավերին, կարանք վերացնել բոլոր հավերին։ Խնդիր չկա այստեղ։ Էվոլյուցիան դեր չի խաղում։ Այնքանով, որ մրցակցություն չկա։ Երբ որ մարդը կամ ինչ որ կենթանի ունի հնարավորությունը, որ
ըմ, սահմանափակի ինչ որ կենթանու կարողությունները կամ հնարավորությունները։ Հետևաբար երբեք չի լինելու ձուկ, որ չեն կարող բռնել։ Դեվ անվազն տեսականորեն մարդու կարողությունները անսահմանափակ են համեմատած ձկների կարողություններին, չէ՞։ Մենք կարող ենք առանց բռնելու ոչնչացնենք այդ ձկներին։ Օրինակի համար հերվից կարող ենք իմանալ որտեղ ձուկ կա եւ ջարագայթենք կամ ջուրի մեջ թույն կարող ենք դնել, որտեղ որ ջուր կա, մահանալու են բոլոր ձկները։ Կարող ենք, եթե հասկանում ես ինչ եմ ասում։ Խնդիրը ձկներին սպանելը չի։ Դա ես ավելի շատ բռնել ասելով ենթադրում էի կարթով բռնել, որովհետև տենց Չէ, պրոթեինական հասկանում եմ, կարթով եմ հասկանում բռնել։ եմ։ Բայց ասածս հենա, որ այն միջոցները, որ մենք օգտագործում ենք, որ ձկներին բռնենք, աննկարագրելի հարաճասած են։ Դու գիտես, որ մարդիկ բայթուցիկներով են ձուկ բռնում, դինամիտով են ձուկ բռնում։ Լսել ես դրա մասին։ Անօրինական է, իհարկե անօրինական եւ անառողջ է, Այո, բայց տենց անում են շատ Ահա, հեշտ է։ Ում են դնում, բայթացնում են, այդ տարածքում ինչքան ձուկ կա, ջրի երեսն է բարձրանում, հավաքում տանում են։ Հիմա ձեռումբով չի կարամ ասած։ ինչ պետք է առաջանա այդ ձկների մոտ, որ պաշտպանվեն դրանից։ Ասենք վահանակ, ինչ, չինեմ, հտյուների ինչ որ տեխնոլոգիա, որ իրանք էլ հետ այդ ձկնոցների վրա բանանեն, հա, բագոզեն իրանց նավը։ Խոսքով։ փորձել ես անի։ Անձամբ ես չէ, բայց տենց այս բանը կկտրեք հանեք հետո։ Չգամ բռնել։ Այ չխոսանք սրա մասին։ Այ չխոսանք ադեմ բան բաներ ես ասել ուզում եմ ես։ Ես իմիջիայլոց Չէ, կարթով եմ բռնել։ ձովային ոչ մի կենթանի չեմ ուտում։ Բանի սկզբունքային բանով, որտեվ կարծում եմ անբարոյական է այդ ձևը, որ մարդիկ բռնում են եւ ոչնչացնում են այդ բնական ոնց որ տարածքում գտնվող ձկներին եւ այլ կենթանիներին։ Եվ քանի որ անտեսանելի է, ջրի տակ է այդ ամբողջը, շատ դժվար է հսկել, շատ դժվար է իմանալ ով ինչքան է օգտագործել, նկատի ունեմ այդ ոսալով, բռնելով, հավաքելով։ Հետևաբար չկա համակարգ, որտեղ որ հնարավոր է կարգավորել այդ ամբողջը գիվարական մակարդակի։ Տեսականորեն կան օրենքներ, կան էսի մինչև, բայց իրականում այդ ամբողջը չի գործում, ընդհանրապես չի գործում։ Հենց որ երբ որ հասկացա այդքանը, սկսեցի գրջատել եւ հիմա եթե պատահում է որ օրինակ ձուկ կամ նման մի բան եմ ուտում, դա լինում է շատ հազվադեպ, օրինակ տարին մեկ անգամ կամ երկու անգամ, քիչ քանակի եւ հիմնականում փորձում եմ իմանալ ոնց է դա առաջ եկել։ Արհեստական են բուծել կամ ոսացել են եւ եթե ոսացել են որտեղից եւ այլն։ Ասա։ Ասած, բայց դա էլ չի, ոնց որ մրցակցության այդ մի մասը, չգիտեմ, ինչ տարբերություն ցամաքի վրա գտնվող կենթանու միս ուտել, թե ջրի տակ գտնվող, ինչ լավ չեմ հասկանում մոտեցումը։ Այդ միշտ նույն հարցն եմ ստանում միշտ։ Դավիճությունը շատ մեծ է։ Երկու հիմնական դավիճություններ կան։ Մեկը, որ այն կենթանիները, որ մենք ուտում ենք, ցամաքում, իրանց բուծելը շատ հեշտ է։ Եվ դենց էլ անում ենք։ Օրինակ կովերը, ոչխարները, հավերը եւ այլն շատ ավելի հեշտ է, քան թե ջրի մեջ։ Եվ արդյունքում հարյուրավոր միլիարդավոր նման կենթանի կա։ 100 միլիարդից ավել օրինակ գով կա աշխարհում։ Շատ մեծ թիվ է, ավելի մեծ թիվ է։
ամեն մատու դիմաց համարյա 10 նման կենթանի կա։ Իսկ բացի դրանից, բացի դժվարությունից, երբ որ մենք օրինակ կով ենք պահում, ինչ որ չափով վնասում ենք բնությունը, օրինակի համար երբ որ մարդիկ անդար են կտրում, անդարը ոչնչացնում են, որ այդ անդարի տարածքում օրինակի համար հատիկ ցանեն, որ կովերին գերակրեն, հա, որ միսը ստանան, որ մարդիկ միսը ուտեն։ Այդ վնասը բնության եւ ահագին կենթանիները դուժում են։ Բայց շատ ավելի հեշտ է հսկելը այդ։ Շատ ավելի հեշտ է հսկելը, որովհետեւ կարաս նկարես, կարաս տեսնես, կարաս գնաս չափես եւ կարաս տեսնես ով է այնտեղ օգտվում է տարածքից։ Բայց ձգները ջրի մեջ տենց չեն, մնայուն չեն, մի տարածքում չեն հիմնականում։ Եվ այնտեղ մեկ բադադի չի որ լինի։ Երբ որ մարդիկ ձուկ բնելու նպատակով գործանում են բնությունը, նենց որ այնտեղ այլևս ոչ մի խոդ, ոչ մի այլ կենթանիներ չեն աճում։ Եվ հետևաբար ձկներն էլ չեն կարող գալ այնտեղ սնվելու։ Անապատ է դառնում ծովի տակ այդ ամբողջը։ Եվ անհնար է համարյա հսկելը։ Անհնար է իմանալ ով ավելի շատ ոսած, ով վնասեց։ Եթե գնաց տեսնես ինչ որ տարածք օրինակի համար էաբես գործանված է, ո՞նց ես իմանալու ով է պատասխանատու։ Բայց եթե տեսնես ինչ որ մեկը ինչ որ տարածքում կենթանի է մանածում, կամ անտառն է գտվել, որ մի բան ցանի, հստակ տեսնելու ես այդ ինչա կատարվում, ով է եւ այլն։ Եվ դենց էլ անում են, նկարում են աբանյակներով եւ նայում են որ տարածքում ոնց փոխվեց անտառների քանակը, տարածքը եւ այլն եւ դրա տեղի ինչ կա եւ կարող ես տենց անգամ երկրների մագարտակի բան անել, հսկել։ Ասելով որ այս երկիրը գործանում է, ասենք անտառները, ոնց Բրազիլում երբ որ Ամազոնն են բանանում եւ դեր շարունակվում է այդ բանա լինում, տարբեր ակցիաներ են լինում մնացած ժողովուրդների կողմից, ասելով որ մի արեք տենց օրենքներ են ընդունում, խստացնում են եւ այլն, բայց ծովում է շատ դժվար է, եթե ոչ անհնար։ Եվ դենց էլ կա ահագին հեշտ հասանելի ձկների վայրերը մեծ մասամբ ոչնչացել են։ Որտեղ մարդիկ կամ այդտեղ այնքան են ոսացել, որ ձուկ չի մնացել, կամ միջավայրն են վնասել։ Հաճախ երկուսը։ Մասամբ միջավայրն են վնասել, մասամբ ձկներին են այնքան վերացվել, որ թիվը այնքան բագասել է, որ այլևս չեն կարող բազմանան, կամ շատ երկար տարիներ է պետք որ հետ կարողանան վերականգնվեն այդ ընթացքում ոչ ոք չպետք է ձեռք տա։ Բացի դրանից ջուրի մեջ շատ հեշտ է ուրիշ կենթանիներին էլ վնասել։ Նույն ձևով ոնց որ անտառը երբ որ գդրում են, այդ անտառում ոչ միայն կենթանիներն են վերանում, թռչունները եւ այլն, այլ նաեւ միջատները, ավելի փոքր կենթանիները, սողունները եւ այլն, դրանք էլ են վերանում այդ տարածքից։ Ջուրի մեջ էլ է նույնը, բայց նույնից ոնց ասում եմ, ցամաքում շատ ավելի հեշտ է հսկել, պատժել, օրենքներ ընդունել, քան ջուրի տակ։ Ցավոք սրտի։ Դենց որ երբ որ ինչ որ լճում ինչ որ ձուկ վերանում է, ոնց իշխանը Սևանում, ինչ որ մեկը բադժվեց դրա դիմաց, ոչ իհարկե։ Ինչ որ մեկը իմացավ, ով ավելի շատ, ով ոսած վերջի իշխանը կամ ով ոսած ամենաշատ իշխանը կամ ոչ իհարկե։ Իհարկե ոչ։ Չէ կարող sense իրեն։ Որտեվ անտեսանելի է։ Շատ դժվար է սկել։ Կամ լուծումը չմասնակցելն է։ Օրինակ այս դեպքում ես չեմ ուզում մասնակցեմ, չեմ ուզում վացադրեմ մեկին, որ նման վնաս տա։ Եթե ես չեմ վստահում, չեմ իմանում որտեղից է եկել այդ ձուկը, չեմ ուզում մասնակից լինեմ։ Իսկ դրա համար չես ուզում ինքդ ձուկ պահես քո պահածները ուտել։ Չեմ ամ, շատ մեծ գոհուշ չի, երբ որ ինչ որ մի ճաշատեսակ չես ուտում։ Իրականում այնքան այդ ամեն ինչը մարդը հիմա սնունդը կարա այնքան նվազագույն լինի եւ լրացնի բակասը վիտամիններով արհեստական սինթեզված, որ
Իհարկե դրանով միայն չես կարող սնվել, այսինքն այստեղ պետք է շատ հստակ լինի, եթե մեկը որոշի հաց չուտել եւ վիտամին խմել, շատ արագ են քայքայվելու է մարմինը։ Առնվազն որովհետև վիտամինների մեջ մետաղներ չկան եւ մետաղներ են պետք, բայց ոչ միայն լիքը նյութեր կան, որ վիտամինների մեջ գոյություն չունեն, բայց նաեւ մարմինը պետք է որ աշխատի եւ չես կարող սոված մնալ երկար ժամանակ մասսովական խնդիրներ կունենաս առնվազն եւ ուրիշ առողջական խնդիրներ, բայց բաժարը որ մարդիկ կարիք չունեն ամեն ձևի բան ուտելու, որովհետև իրականում մենք արդեն շատ տեսականի բան ենք ուտում, շատ համեմատ շատ, քան հնադարյան մարդիկ, որտեղ որ շատ սահմանափակ տեսակի սնունդ էին ստանում եւ պատահական մեծ մասամբ, նայած ինչ պատահեր իրանց շրջապատում, իրանց տարածքում, իրանց մոտ եւ համարյա ամեն ինչի մեջ հարուստ բան կա, էներգետիկ արժեք կա, որտեղ հիմնականում օրինակ պարատանյութ օգտագործելով բերքը ավելի հարուստ է, հաճախ ավելացնում են ինչ որ պակաս է այդ տարածքում հողի մեջ կամ այդ պարատանյութերի մեջ նույնձև պատրաստելու ժամանակ օրինակ հացի մեջ հատիկներ են ավելացնում, աղի մեջ յոդ են ավելացնում եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջը բան անում, հարստացնում, օրինակ հացի մեջ աղ եւ շաքար ենք ավելացնում, որ գուցե բացահայտ չի, բայց հաճախ հացի մեջ եւ աղ եւ շաքար կա։ Հենց որ մարդիկ հաշվի չեն առնում այդ, բայց մեր մարմինը արդեն ստանում է համ աղ, համ շաքար բազմապես հաց ուտելով եւ ոչ մի ուրիշ բան։ Որ նույնից անբնական է այն իմաստով, որ բնության մեջ, եթե մարդը ինչ-որ մի հատ միրգ կերավ օրվա ընթացքում, այդ դրանից շաքարը ստացավ, բայց աղի պակաս է ունենալու։ Աղն էլ պետք է լրացնի ինչ-որ ձև, դեպ աղը քիչ է մրգերի մեջ։ Եվ սեն շարունակ։ Եթե այս թեման ավարտեցինք, էլի, մի հատ հարց ունեմ։ Ճիշտ է, ոնց պտտվում եմ, տենց գալիս եմ հոգեբանությանը, բայց ոնց որ սպառիչ չի այդ պատասխանը։ Կարող ենք անցնել ուրիշ թեմայի ուրեմն հոգեբանական։ Ասում եմ ոնց որ մարդը որպես արարած ինքը ոնց որ տենց է որ պետքա իրեն սիրեն, չէ՞, ոչ միայն ինքը սիրի, նաև ինքը սեր ստանա։ Ու ոնց որ իր գործունեությունը նրան է տանում, որ իր միջավայրում ինքը ամեն ինչ անում, որ ոնց որ միջավայրի մյուս մարդիկ իրեն ոնց որ լավ վերաբերվեն, սիրեն եւ այլն։ Ասում եմ ոնց է լինում, որ օրինակ ընտանիքի անդամների տված սիրով մարդը չի բավարարվում ու դրանից դուրս է ուզում գա միշտ։ Ու էդի ոնց որ արտահայտվում է նաև մարդկանց գործունեությունների մեջ, չգիտեմ, իրենց աշխատավայրում է դա արտահայտվում, այդ կարիերայում եւ այլն։ Ոնց է լինում, որ մարդը չի բավարարվում այդ նեղ շրջանակի սիրով։ Մենակ սերը չէ, էլի, լավ վերաբերմունք եւ այլն։ Այդ ուզում եի ասել, որ ինչ որ սեր ես դու անվանում, ինքը միայն հենց սեր չի, ինձ ինքը ավելի մեծ հասկացողություն է։ Իմ պատկերացումով այդ պատկանելիության եւ նպատակ ունենալու կարիքներն են։ Մարդը կարիք ունի շատ մեծ, որ ինքը պատկանի ինչ-որ խմբի եւ ունենա նպատակ իր կյանքում։ Երբ որ այդ երկուսը համատեղվում են, ինքը իրան լավ ազգում, որ հաճախ կարող ենք անվանել երջանիկ կամ ուրախ կամ գոհ, հագեցած եւ դա որ հաճախ լինում է քաղաքական, կրոնական կամ ինչ-որ գաղափարախոսական շարժումների մեջ, որտեղ որ այդ շարժումները ընդգրկում են եւ գրավում են մեծ մասամբ երիտասարդներին, որոնք որ փնտրում են այդ
ձևի պատկանելիության եւ կյանքի նպատակի կամ կյանքի իմաստի պատասխան։ Եվ երբ որ գտնում են այդ ձևի խումբ, դա դառնում է իրանց ոնց որ ընտանիքը, փոխարինում է իրանց անմիջական ընտանի այդ նեղ շրջանակին եւ դառնում է իրանց նոր ընտանիքը, որտեղ որ իրանք պատկանում են, զգում են, որ իրանք ապահով են եւ իրանց կյանքը իմաստ եւ նպատակ է ստանում այդ խմբի նպատակը որդեգրելով, այդ խմբին պաշտպանելով, այդ խմբի էությունը ոնց որ որդեգրելով, ասա։ Բայց այդ պատկանելիության զգացումը, որ դասում չեմ կարող հասկանամ, էլի, ինքը միշտ եղել է մարդու մեջ, թե այդ ավելի sense էվոլյուցիայի արդյունք է եղել, որտեվ որոշում մի քիչ խորանամ, նախնադարյան մարդ չասեմ, բայց դրանից հետո է մարդը չեմ կարող հասկանամ ինքը ումա որտեղ է գտել իր պատկանելիությունը ընտանի, եթե ավելի փոքր խմբերով են ապրել, էլի։ Հենց այդտեղ գազում եմ մարդիկ ճիշտ նույն ձևով ոնց կենթանիները, որոնք որ խմբակային ոնց որ բանով են շարժվում, իրանք տարբերում են իրանց մնացածից եւ իրանց պետք է պաշտպանել, որտեղ են խմբերը, որ իրանք չեն միասնություն չեն ունեցել, իրանք չկան, իրանց հեշտ է գործանելը, քայքայելը, այդ պատկանելը այդ նպատակն է վերջում ծառայում, որ դու պաշտպանում ես քո խմբին, որտեղ դու գտնում ես խմբի առողջությունը անմիջապես քո առողջության հետ կապված, այսինքն եթե խումբը կա եւ խումբը կարա քեզ պաշտպանի, խմբի անդամները, ուրեմն դու այդքանով ավելի ապահով ես, հետեւաբար եթե խումբը չկա, դու այդ լրացուցիչ պաշտպանվելու կարողությունը գործունեցիր, հետեւաբար այդքանով ավելի վտանգված ես, հետևություն պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ հանուն այդ խմբի առողջությունը, անվտանգությունը եւ այլն։ Դա իմաստը պատկանելու։ Հիմա ընտանիքի նույն հասկացողությունն է, ինչ որտեղ։ Նրբությունները կան իհարկե, որովհետեւ ընտանիքի դեպքում գենետիկ նմանություն կա, միջայլոց փորձեր են կատարել բավականին տասնյակ տարիներ առաջ փորձեր են կատարել, որտեղ որ փորձել են տեսնել մարդը կամ կենդանիների դեպքում ինչքանով է պատրաստ իրան վտանգել հանուն ուրիշը եւ տեսել են, որ շատ հստակ օրինաչափություն կա, թե այդ ուրիշը նայած ինչքան մոտ է բարեկամական կապերով, գենետիկ կապերով այդ անհատին։ Նենց որ եթե անմիջապես զավակն է այդ անհատի վտանգված էակը, համարյա հաճախ 100%-ով պատրաստ է այդ ծնողը իրան զոհաբերի։ Համարյա եմ ասում, ոչ որովհետև կան ծնողներ, որ պատրաստ չեն դրան, այլ որովհետև նայած ծնողը քանի երեխա ունի։ Եթե տասնյակ երեխեք ունի օրինակ, ուրիշ է հաշիվը, որովհետև եթե ինքը չլինի, այդ մնացածին է վտանգելու։ Եթե ինքը օրինակ պատկերացրեք 11 երեխա ունի, ինչ որ մեկը, եւ մի երեխան վտանգված է, բայց այդ երեխուն, որ ինքը փրկի, պետք է իրան վտանգի, լուրջ ձևով, ինքը հավանաբար մահանալու է կամ էապես վնասվելու է։ Բայց եթե վնասվի կամ մահանա, այն 10-ը այս անգամ կվտանգվեն։ Մեկին փրկեց, բայց 11-ին վտանգեց, որովհետև այդ 11-րդն էլ ավելի լավ չի լինելու, եթե ինքը չկա, չէ՞։ Տեսնում եք, բարդ են հաշվարկները, բայց ոչ մարդիկ, ոչ կենդանիները չեն գիտակցով են մտածում, հաշվարկում, այլ իրանք զգում են, ինչ պետք է անեն այդ պահին։ Եվ մեծ մասամբ ծնողը պատրաստ է շատ մեծ զոհաբերության։ Քու ախպեր պատրաստ են նույնպես շատ մեծ զոհաբերության 50% չափով։ Սովորաբար, եթե երկու
քույր կամ աղբերը պետք է մեկը փրկի, պատրաստ է որ ինքը իրան վտանգի, որովհետև երկուսը 50-50 գենետիկ չէ, ինֆորմացիան են կիսում, այդ համարյա 100%-ին համարժեք։ Բայց եթե հերու բարեկամը շատ ավելի քիչ է լինում պատրաստականությունը։ Ես են շարունակ եւ տեսել են այս օրինաչափությունը եւ մարդկանց մոտ եւ կենթանիների մոտ։ Տարբեր դեպքեր վերլուծելով, տարբեր պայմաններ վերլուծելով։ Հետևաբար դա նշանակում է, որ բավականին խորքային ինչ որ համագարկ են դեր գոյություն ունի, որ գարքավորում է այս հարաբերությունը, թե մենք ինչին են պատրաստ գնալ։ Եթե մենք իհարկե այստեղ նախքան շարունակելս ասեմ, որ բացառություններ կան։ Այն մարդիկ, որոնք որ պատրաստ են օրինակ իրանց զոհաբերեն հանուն իրանց հայրենիքը, իրականում իրանք ոչ միայն զոհաբերում են իրանց հանուն հայրենիքը կամ հանուն այդ խումբը կամ հասկացողությունը, այլ նաև այդ խմբում գտնվող անհատներին պաշտպանելով։ Եվ եթե այդ խմբում իրանց ընտանիքի անդամները կան, անմիջապես, ուրեմն իրանք առաջի հերթին իրանց ընտանիքի անդամները փրկելու համար են այդքան արել։ Եվ ոչ է գաղափարախոսական։ Բայց իհարկե բացառություններ կան, որտեղ որ մարդիկ իրանց զոհաբերում են հանուն մի գաղափար, որտեղ որ իրանց ընտանիքը կարող է անգամ դեմ լինի։ Եվ դա նույնիսկ զարմանալի չի, որովհետև նպատակը միշտ չի բառացիորեն քո հարազատներին փրկել, այլ նպատակը, երբ որ դու արդեն պատկանելիության հասկացողություն կա քո մոտ, որ դու ժառանգել ես հազարավոր սերունդների միջոցով, ոչ միայն հազարավոր, հավանաբար միլիոնավոր, որովհետև ահագին կենթանիներ կան, որ իրար պաշտպանում են, առանց հասկանալու ինչի։ Թռչուններ կան այդպես, անգամ ձկներ կան այդպես, չգիտեն ինչի։ Որովհետև իրանց նախնիները տենց են արել եւ իրանք ավելի առողջ են եղել, որովհետև պաշտպանված լինելով իրանք գոյատևել են, բազմացել են, զարգացել են, շատացել են։ Հետևաբար անում են իրանք էլ։ Դա սահմանում իմիջայլոց լավ բանի։ Ասում ենք լավ բան, նկատի ունենք օգտակար մի բան։ Հենց որ մարդիկ պաշտպանում են իրար, իրանք լավ բան են անում։ Երբ որ դավաճանում են իրար, իրանք վատ բան են անում։ Ինչի է վատ դավաճանությունը, որովհետև տկարացնում ես միասնությունը խմբի։ Թե դա գլինի ընտանիքի, քաղաքի, երկրի, կարևոր չի։ Գաղափարախոսության, քաղաքական շարժումի, կրոնական շարժումի, կարևոր չի։ Տկարացնում ես։ Փոխանակ մեկ ձեռք դառնաս մնացածի հետ, չէ՞։ Դու ներսից քայքայում ես եւ այդ արդյունքում ավելի տկար է։ Հետևաբար այդ խմբի տեսակետից դու շատ վատն ես, շատ վատ արարք ես արել։ Եվ հակառակը, երբ որ քեզ զոհաբերում ես, շատ լավ բան ես արել։ Այս սահմանումը, որ առաջանում է լավ բան անելու, վատ բան անելու, զոհաբերելու քեզ հանուն մնացածը դավաճանելու մնացածին, սրանք միշտ եւ միշտ կիրավելի են, անկախ թե ինչի մասին են խոսում, անգամ հակառակորդների միջև, թշնամիների միջև։ Այս նույն հասկացողությունը բան չունի, նախընտրանք չունի։ Երկու թշնամիներ նույն ձևով կարող են անվանել մեկի համար օրինակ դավաճանը, մյուսի համար հերոս։ Այդպես է լինում։ Եվ հակառակը, որովհետև հայլու նման է, բոլորի համար նույն ձև է գործում։ Հենց որ կարծում եմ, այս ամբողջը շատ հին հասկացողություններ են, որոնք որ զարգացել են անհրաժեշտության միջոցով։ Անհրաժեշտություն է եղել այն կենթանիները, որոնք որ հոտերի մեջ են եղել եւ խմբային եւ խմբական բանով են շարժվել, նրանց պետք է եղել, որ իրանք պաշտպանվեն եւ լավագույն ձևով օգտագործեն այդ հնարավորությունը, որ իրանք ունեն այդ պահին։ Եվ ովքեր վարել են, իրանք ավելի ուժեղ են եղել եւ դա մնացել է։ Այսինքն, բանը, ամշետ տենց ինչ որ զարգացած բան է, դա մարդու մոտ ճիշտ եմ հասկանում։ Զարգացած կներես լավ չլսեցի մի բառ։
ինքը այս պատկանելիության զգացումը ավելի շատ ինքը էվոլյուցիայի արդյունքում զարգացած մի բան է։ Այո, ինչքան հասկանում եմ, այո։ Ինքը մի բան չի, որ կարող ենք մենք կեղծել կամ առաջացնել։ Այդ համակարգը պետք է որ լինի։ Երբ որ մեկին օրինակի համար ասում ենք, որ ինքը եսասեր է գտնվում, այդ հասկացողությունը ինչ որ չափով պետք է որ ծանոթ լինի իրան։ Չնայած նույնիսկ մարդը այնքան ջգուն եւ հարմարվող էակա, որ չի բացառվում, որ այն բաները, որ բնազդային են, մենք կարող ենք դաստիարակության միջոցով փոխել։ Եվ միջից հագին օրինակներ կան։ Մարդիկ հնազանդում են մեծ մասամբ օրենքներին, որոնք որ արհեստական հորինված են, որտեվ այդպես է սպասվում իրանցից։ Բայց մեկը համագարկ գոյություն ունի, որտեղ որ այդ համագարքը պետք է որ հիմք լինի, որ մենք կարողանանք դրա հիման վրա զարգացնենք ինչ որ հասկացողություններ։ Եվ այդ համագարքը այս դեպքում, այս պատկանելիության դեպքում գալիս է այդ ընտանիքի խմբի ցեղի հասկացողություններից, որոնք որ շատ հին հասկացողություններ են եւ նույնիսկ նշեմ, որ միշտ ամեն սերունդի մեջ կան տարբերություններ, նախընտրանքների եւ այլն եւ այդ է պատճառը, որ անհատները կամ որ այդ ձևի բանին չեն հնազանդում կամ հավատում կամ չէ։ Այդ հենց դրանից է գալի, որ պետք է լինեն տարբերություններ, եթե տարբերություններ չլինեին, բոլորս էլ 100% նույնը կլինեինք եւ նույնչափ վտանգված կլինեինք։ Հասկացա։ Հրսի, մեկ էլ այս հետ կապած ես հարց չունեմ, որտեղ հիմնական տենց հարցը ոնց քննարկեցինք, եթե Արթուր ունի, եթե չեմ ետ ուրիշ հարց ունեմ։ Հա, դու քո հարցերը տուր։ Ապրես։ Միսը բանը ոնց է մեր ուղեղը մեր դեմ աշխատում, չգիտեմ մեր դեմա թե չէ, որ մենք ինչ-որ բանից փախնում ենք, մեր գլխին է գալի։ Այդ ոնց է տես լինում։ Քեզ է թվում։ Չէ, օրինակ, մի հատ օրինակ, երբ որ ինչ-որ բան մենք մտածում ենք, որ մենք այդպես չենք վարվի, բայց գալիս է ժամանակը մենք հենց տենց էլ վարում ենք կամ նույնը բնավորության մասով, մենք ինչ-որ հասարակության մեջ ընդունված բնավորության գծեր կա, որ մտածենք, այ մենք տենց բնավորություն չենք, ամեն ինչ կանենք, որ տենց չունենանք, ու ոնց որ երբ որ տարիքի հետ դու մեծանում ես, մենք ասում ես, վայ, սենց մի հատ դու էլ այս բանից ունես, ինչից որ փախել ես գլխիդ է եկել, էլի, սենց ասած, այդ ոնց է լինում, որ մեր դեմ աշխատում։ Դու երկու աննվազն երկու տարբեր բանի մասին ասեցի, ես ուզում եմ դրանք իրարից տարբերենք, բայց մի հատ տեսնենք Արթուր բանն ունի ասելու, ասա Արթուր։ Ես էլ ուզում ասեմ, որ այսօր երկու անգամ հետս դեպք ա եղել, որ նույն բանը մտածել եմ իմ մասով։ Մեկը այս մեր դպրոցի պատին մենք բան ենք կպցրել, մեր դպրոցի լոգոն մեծ ու պատը վնասել ենք կպցնելը, որտեղ մեծ ինչ որ շուրուպներով ենք կպցրել ու հիշեցի, որ ինչքան բողոքում էինք, որ Երևանի շենքի այդ գլխավոր պատերը վնասել են, ինչա նոր տարվա լույսեր կպցնեն, ու սա քարերը վնասել են։ Մտածում եմ ուրիշից բողոքում ենք, որ շենքը վնասել են, բայց մենք ենք վնասում, այդ ոնց է տենց լնում, բայց վրոդի օքեյ է։ Երկրորդն էլ այս համերգի ժամանակ ինչ որ անդադ մարդիկ ասում են, այս ճանապարհը բացեք, մի խանգարեք, ու ես էլ եմ այդ ճանապարհի վրա, մտածում եմ, ասենք ոնց է լինում, որ միշտ այնց անհարմար մարդիկ են լինում, էլի։ Երբ որ ես եմ միջոցառում կազմակերպում, միշտ մարդիկ են լինում, որ խանգարում են, ներվայնացնում են, ինձ բա ես եմ այդ ներվայնացնող մարդը, ասենք բայց ես չեմ ուզում այդ ներվայնացնող մարդը լինեմ, խի ես ներվայնացնող մարդը, ու տենց մի տեսակ մտքումս վատ պատկեր է ստացվում, էլի, խի պետք է ես ինչ որ մեկի համար ներվայնացնող մարդ լինեմ այդ պահին, եթե ես չեմ ուզում այդ անեմ, բայց ստացվում է։ Այո, հետաքրքիր բան է ասում։
փոքր տարբեր անի հացից, բայց մեկը հետաքրքիր է, որովհետև մենք հաճախ չենք հասկանում, որ այդ դերերը կամայական իրավիճակում շատ հեշտ կարող են փոխվել եւ նրբությունը, որ երբ որ մենք հասկանում ենք, որ մենք երկու դերերն էլ խաղացել ենք, որ հաջորդ անգամ մի փոքր ավելի ներողամիտ գտնվենք կամ ավելի հասկանալով մոտենանք, դա հիմնական լուծումը, ուրիշ լուծում չկա։ Հենց որ հաջորդ անգամ որ ճանապարհը փակ լինի կամ պատը ծակ լինի, բազայից պետք է հիշել, որ մենք էլ ենք նման բաներ անում։ Մյուս կողմից գուցե եզրակացությունը հակառակը լինի, որ երբեք պատը չծագենք, երբեք ճանապարհը չփակենք։ Դա է դաբերակ։ Ինչևէ, վերադառնալով անի հարցերին, ուզում եմ տարբերեմ այդ երկու տարբեր բաներ ասեցի, առնվազն երկու։ Մեկը օրինակ սովորություններն են, եւ երբ որ դու մի բան մտածում ես, որ ես ուզում անես, բայց վերջում անում ես։ Մյուսը ավելի երկարատև է, եւ դու մտածում ես օրինակի համար, երբ որ դու դառնաս այս հասակին կամ այս պատասխանատվությունը կրես կամ այս ձևի մի բան անես, որը կարող է շատ հետագայում լինի, դու ինչպեսին կլինես։ Եվ հետո բացում է, որ դու այդպես չես, կամ նմանվել ես այդ դրանց, որ գնահատում էի կամ Ավելի շատ այդ երկրորդ տարբերակն է, այն ինչը որ չես ուզում լինել, դա ես լինում։ Այո, այդ առաջինից սկսենք, բայց որտեվ առաջինն էլ է շատ հետաքրքիր, համենայն դեպս ինձ է հետաքրքիր։ Ուղեղը հիմնական նպատակ ունի։ Հիմնական նպատակը, որ որոշում կայացնի հաջորդ մեր անելիքը, մեր ուշադրությունը, ինչն է կարևոր, ու գնանք, ինչ ձև խոսանք, եթե խոսալու ենք, ում հետ խոսանք, ինչի մասին խոսանք։ Ամեն ոչ թե վարքյան, ամեն միլիվարքյան ուղեղը որոշում է ինչն է կարևոր։ Եթե դու հիմա որոշում ես օրինակի համար նամակ գրելու ընթացքում հաջորդ բառը, հաջորդ նախադասությունը ինչ պետք է լինի, եւ հանգարձակի ուժեղը զգացի, որ դու սոված ես, դա լինելու քո համենայն դեպս այդ պահին ամենակարևոր խնդիրը։ Վայ, սոված եմ, գիտակցեցի, ուրեմն ուտեմ։ Ոնց օքեյ, ջաշ, ուկա, խոհանոց պետք է գնամ, կամ պետք է այսինչ տեղը գնամ, կամ այս բանը կարամ ուտեմ։ Եվ այդ ընթացքում որ կարող ես դու հիշել, որ ուրիշ գործել էի անում, եւ սկսես դրամբանել այդ երկուսի միջև, բայց ուղեղը առաջի հերթին այդ ազդանշանը քեզ տվեց, որ սոված ես, եւ ընդհատեց այն ընթացը, որ տեղի է ունենում, որ նամակ գրելն է։ Եվ նույն ձևով, եթե որոշեցի գնալ ուտել, որտեղ մտածում ես շատ թույլ ես եւ հեսա կսկսես գլխի ցավ ունենալ կամ փոդ կսկսի ցավալ, նամակը հետո կվերջացնես, որտեղ այնքան կարևոր չի կամ շտապ չի, ուտելու ժամանակ եթե հանգած ինչ որ թևը ցավա, դա է դառնալու ավելի կարևոր, ասելուց վայ ինչ որ թևը սկսեց ցավալ, տեսնես ինչի՞ց է, մոռանալու ես ճաշի մասին, որտեղ ճաշը դարձավ երկրորդական։ Եվ սենց շարունակ, սրանք բազ օրինակներ են, բայց դու պատկերացրա, անգամ երբ որ դու A կետից B կետ ես գնում, շարժվելով, կամ մեկի հետ ես խոսում մի բանի մասին, որ ինչ-որ բան պայմանավորվեք, դու անընդհատ քո ուղեղը որոշում է հաջորդ անելիքը, հաջորդ ասելիքը, հաջորդ բառը, հաջորդ միտքը, եւ իրանց միջև դասավորում է որն է կարևոր եւ ոնց անի։ Դա ուղեղի նպատակը, ինչու՞։ Որ վերջում մղի քեզ տանի ավելի առողջ եւ հաջողակ կյանքին։ Այդ հարցի պատասխանը ինքնանպատակ է։ Ինչու՞։ Որովհետև քո նախնիները ինչ արել են, բերել է դրան, որ դու կաս այսօր, եւ ուղեղդ
այդ նույն բաներն է շարունակելու անել, որովհետև գոյատևման խնդիր կա։ Բայց այդ մի կողմ թողած, ավի հետ վերադառնանք մի քայլ եւ հասկանանք, որ ուղեղը այդ որոշումները, այդ համեմատությունները, այդ ամեն ինչը անում է ըստ իր կարգավիճակի։ Այդ կարգավիճակը լայն բաղկացած են շատ կարևոր մասերից։ Մեկը փորձն ու հիշողությունն է։ Եթե դու եղել ես քեզ հետ, որ դու ինչ որ գործով ես զբաղված եղել, սովածացել ես, բայց անտեսել ես սոված լինելը, շարունակել ես գործ տանել, հետո շատ վատ ա եղել, օրինակ փորձ սկսել ցավալ, հետո գլխի ցավը բռնել, գիշերը չես քնել, հետո ճաշ ես կերել, վատացել ես, ուղեղդ գիտի այդ ամբողջը, անգամ որ դու չես հիշում, ուղեղդ գիտի այդ ամբողջը։ Ազնանշանը լինելու է շատ ավելի ուժեղ, որ դու սոված ես, ավելի վատ ես զգալու, ավելի լարված ես լինելու եւ այդ ոնց որ բնական ձևով ավելի կարևոր է լինելու, քան նամակը գրելը։ Եվ եթե կողքդ մեկը կա, որ քո հետ այդ նույն նամակի վրա է աշխատում, որ ինքն էլ գուցե սոված է, բայց իր մոտ նման փորձ չկա, այդքան դաժան, ինքը սոված է որ լինում է, մի քիչ ուշ ուդում է, խնդիր չի ունենում։ Իր համար բացարձակապես այդ ձև չի լինելու եւ ինքը ասելու է, արի շարունակենք։ Դու ասելու ես, չէ, պետք է ուտենք։ Ասելու է, բայց ոչինչ, մի քիչ հետո գուտենք։ Ինչ ա եղել։ Ասես չէ, ես էլ չեմ կարողանում շարունակել, չեմ կարողանում կենտրոնանալ։ Ես պետք է հաց ուտեմ։ Ինքը ասելու է, հա, բայց այդքան սոված չենք։ Միասին ենք վերջի անգամ հասկանում ես ինչա կատարվում։ Որովհետև դավե մարդկանց համար միայն սովի զգացումը չի կարևոր։ Չնայած դա էլ է դեր խաղում։ Ազդանշանը սովի կարող ավելի ուժեղ լինի, կարող ավելի զգայուն լինի այդ մարդը, կարող ավելի ֆիզիկապես ցավ ապրի, որովհետև չեմ անում, երբ որ սոված ենք լինում, ստամոքսը սկսում է թթու արտադրել եւ թթուն ցավոտ է հիմնականում եւ մի խոսքով կարող բացությունների բերի, հասկանում ես ոնց։ Հենց որ բոլոր մարդիկ նույնը չեն, բայց ես այդ մեկը մի կողմ թողելով ենթադրեցի, որ անգամ եթե նույնը լինենք, մեր փորձը նույնը չի։ Եվ մեր փորձը ուղեղի համար շատ կարևոր ինֆորմացիայի աղբյուր է, որ որոշում է ինչը ոնց պետք է կարևորի։ Բայց դա չի միակ բանը ուղեղի համար։ Ուղեղի համար նաև իր սովորած բաներն են, որ ձեռք է բերել կամ դիտավորյալ ինչ որ բարաբելու արդյունքում, մի բան անելու արդյունքում կամ պատահական։ Եվ այդ են որ սովորությունների մաս են կազմում։ Օրինակի համար, երբ որ մենք անընդհատ տեսնում ենք, որ մարդիկ չեմ անում, աղբ են թափում փողոցը, մենք հատուկ չենք գնացել սովորել, որ աղբ թափելը ընդունելի է։ Երբ որ մենք էլ ենք սկսում աղբ թափել կամ անդարբեր ենք, երբ որ տեսնում ենք աղբը գետնին կամ երբ որ տեսնում ենք ուրիշ մեկը թափում է, անգամ չենք նկատում, այդ որը մենք սովորել ենք բառացիորեն ոչ դիտավորյալ բարաբելու արդյունքում, այլ ոնց որ пассив տեսնելով, ենթարկվելով, այդ փորձը ունենալով, որ դա դարձել է մեզ համար ոչ միայն ընդունված, այլ սпасելի վիճակը։ Եվ մենք նկատելու ենք, եթե մեկը տենց չանի։ Օրինակ հաճախ իմ հետ լինում է միջայլոց, որ ձերքս էի պահում ինչ որ թուղթ կամ մի բան, որ պետք է թափեմ, մարդիկ զարմանում էին, ասում են, ես ձերքդ պահել եմ։ Գցի։ Ասում են, չէ, սպասում եմ աղբամանի մոտ, աղբաման գտնեմ մեջը։ Այ մարդ գցի։ Այդ ինչի՞ց է։ Նկատվեց, որովհետև մի բան արեցի, որ անսպասելի է։ Ինչու անսպասելի է, որովհետև մարդիկ սովորել են սպասելին որն է։ Այդ է սովորությունը։ Սովորությունը արդյունքում մեր սովորած բաներն են։ Մեր ձեռք բերած կարողություններն են կամ սպասելիքներն են։ Դա էլ է ուղեղի աշխատանքի մաս։ Եվ այդ ամբողջը համ դիտավորյալ սովորած մեր բաները, համ փորձերը, հուշերը, վախերը, ցանկությունները, նախընտրանքները, իղծերը, այդ ամբողջը իրանց հերթին գումարած
սովորությունները, որոնք որ մենք գիտակցում ենք կամ չենք գիտակցում եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչն է մեր ուղեղի վրա ազդում։ Հենց որ դու կարող ես գիտակից ասել ես այս ձև եմ անելու կամ այս ձև եմ խոսալու կամ այս վիճակում սենց կանեմ, բայց ուղեղդ ժամանակ չունի, որ ինքը ամեն ինչ գիտակից օրեն վերջի վարքյանին դրանց մասին մտածի։ Դրա համար որ հանգարձակի ինչ որ գդուկ բարձր ձայն ենք լսում, տեղից թռնում ենք։ Ուզես թե չէ։ Ուզես թե չէ։ Որտեվ ոչ որտեվ դու բարաբել ես անընդհատ, տենց, ոչ, որտեվ այդ է քո ուղեղը անելու։ Քո ուղեղը ունի ոչ գիտակից հատված, որ սուր շարժումների, ձայնի, լուսավորության եւ այլն, այդ ամեն ինչի դեպքում ինքը փորձելու է պաշտպանվել։ Ժամանակ չկա որ մտածես։ Դրա համար որ մեկ ասում ենք օրինակ ես ես ինչ դեպքում ինձ sense եմ պահել, օրինակ չեմ ամաչելու, ես ինչ բան ասեմ կամ ես ինչ բան անեմ։ Բայց այդ վիճակում ես հայտնվում եւ ուղեղդ ինքն է որոշում ինչ անելու։ Շատ գիտակից պետք է լինես, եւ պետք է բարաբես, սովորես, որ այդ քո բնազդային սովորությունները, այդ ենթագիտակցական նախընտրանքները կարողանաս փոխել եւ կկարողանաս, բայց այդ է պատճառը, քո ուղեղը քո դեմ չի աշխատում, քո գիտակից ուղեղն է որ հանգիստ պայմաններում դրամաբանելով այլ նախընտրանքներից ելնելով ինչ որ նախընտրանք ունի, անախընտրանք, բայց քո ուղեղը պատրաստ չի այդ ադաբերագին, հենց նենց, բազապես որովհետև դու մտածեցիր, որոշեցիր, տենց չի աշխատում։ Բացարձակ տենց չի աշխատում։ Ավելին ասեմ, ես վաղը քնություն ունեմ, ես վաղը շատ կարևոր հանդիպում ունեմ։ Ես վաղը շուտ պետք է զարթնեմ կամ երկար օր ունեմ։ Ուղեղիս ասում եմ, քնի, պետք է քնել, արդեն ուշ է, չի քնում։ Աշխուժ է։ Ասում եմ քնի, չի քնում։ Որովհետև ինքը ուրիշ նախընտրանք ունի։ Դրամբանական գիտակից մասը չի կարող ազդել մնացածի վրա։ Ինչու՞։ Որովհետև ոչ գիտակից մասը օտոնոմ մաս է։ Ինքը կուտակում է գիտելիքը, փորձը, նախընտրանքները, վախերը, զգացմունքները, սովորությունները եւ նենց է մարսում մշակում, որ շատ արագ կարողանա ճիշտ այնպես որ մեր դեմը կադու է թռնում կամ գիշադիչ է հայտնվում կամ ավտոյա կարևոր չի ինչ որ վտանգավոր մի բան հանգարձակի ինքը գիտի ինչ պետք է անի իդեալական չի նշանակում որ կարիք չկա բարաբելու կարիք չկա սովորելու կարիք չկա պաշտպանվելու ոչ կամ մտածելու գիտակցելու ոչ նշանակում է որ ինքը եղած պայմաններում եղած իր գիտելիքով առանց հատուկ բան անելու ինքը սովորել է, կուտակել է, մշակել է, պատրաստվել է ու ունի նախընտրանք։ Հակվածություն ունի։ Այս ձև անելու, այն ձև անելու, պայմաններից ելնելով։ Դրա համար է որ մարդիկ օրինակ ամաչում են կամ զգում են որ իրանք ինչ որ մարդիկ իրանք վրա են խոսում, գնահատում են։ Պաշտպանողական համակարգն է միանում միանգամից, սկսում են ինչ որ հատուկ ձևով իրանց պահել, օրինակ սկսում են ստել կամ չափազանցնել, կամ կոպտել, կամ զայրանալ, կամ թողնել գնալ։ Տեսնում ես ինչի։ Նույն բաժաններով, որովհետև ուղեղը այդ պայմաններում իրան վտանգված է զգում եւ վտանգի դեպքում հատուկ ձևով է իրան պահում։ Ոնց որ ինքը մտածում է կկարողանա ամենալավ ձևով դուրս գալ այդ վիճակից։ Անկամ եթե դա լինի երկարատև ասենք հարաբերությունների կամ առողջության վրա որ կարող է վտանգվի դրա համար շատ կարևոր է մտածված սովորություններ ձեռք բերել հատուկ դիտավորյալ պարաբելով կրկնելով սխալներից սովորելով մտածելով դրանց մասին որովհետև դրանք են որ կուտակվելու են
Երբ որ օրինակի համար ասում ենք ինչի էս բանը ասեցի, ճիշտ չի։ Գուցե այդ պահին խառնվել է իրա, չէ, ես պետք է հանգիստ լինեմ, ես պետք է ինքնավստահ լինեմ։ Կարող է ինչ որ բանից էի վախեցել, կարող է վախեցել էի, որ այդ մարդը նեղանա կամ մերժի ինձ, կամ դրանց վրա պետք է աշխատել, որ այդ խնդիրները լուծվեն, որ ուղեղը հանգստանա, որ չկա վախենալու բան։ Եվ գնամ ուղղեմ սխալը։ Եվ սենց անելով նոր սովորություն ձեռք կբերեմ։ Հաջորդ անգամ նման վիճակում ես կկարողանամ ուրիշ ձև ինձ պահել։ Ժամանակի ընթացքում, ջանքեր թափելով։ Հենց այդ չի լինի։ Բայց էտա որ երբ որ թողում ես ուղեղը ինքնուրույն սովորի, ճիշտ նույն ձևով է, որ երեխու կողքը մեծահասակները խոսում են հենց այնց, անուշադիր թե ինչ բառեր են օգտագործում կամ ինչ են ասում։ Հետո առաջի բառերից մեկը, որ երեխան սկսում է ասել, օրինակ կոպիտ բառեր են, հարյուրանքներ են։ Ասում են ով սովորացրեց երեխան։ Ոչ սովորացրեց։ Երեխան լսում է։ Դու ես սովորացրել, առանց սովորացնելու։ Դու ես այդ ձևի բառեր օգտագործել։ Նույն ձևով բոլորի ուղեղները, ոչ միայն երեխեքի։ Ասա։ Այս վերջին օրինակով մի հատ բան ասում, հետո հարցս մանկաբարձների ընտանիք, մի հատ ծանոթ ունեք մանկաբարձների ընտանիք են, տենց իրանք իրենց երեխան տենց հայհոյանքներով սկսեց խոսալ, ու սենց զարմացած ով սովորացրեց, մենք չենք ասել։ Շատ խոխմա պատմություններ։ Այո։ Իրանց է թվում, որ իրանք չեն ասում, բայց իրականում, որտեղ իրանք մտածում են, դե երևի մենք տենց բան չէինք ասի, չէ՞։ Դիդավորյալ, բայց իրանք չեն գիտակցում, որ իրանք իրականում երբ որ օգտագործում են, ուշադիր չեն թե կողքով կա չկա։ Այդ թվում երեխան։ Որտեղ մտածում են երևի երեխա է, չի հասկանում, մինչև մի օր առանց հասկանալու ասում այդ բառերը։ Մեկը չի հասկանում, խնդիրը հասկանալը չէ, խնդիրը սովորելն է։ Ոնց որ իրանք երեխուն սովորացրել են գրքնելով նույն բառերը, նույն ձայները, ուղղակի ոչ գիտակից։ Չեն նստել երեխու կողքի այդ բառերը գրքնել, այլ բացապես խոսալու ընթացքում են գրքնել հերթական անգամ։ Մի հատ հարցս հետևյալն էր, մեր գիտակցությունը, այսինքն ամեն դեպքում ինքը ավելի փոքր տոկոսն է կազմում ու մեկը այդ անգիտակցականը ինքը գալիս ասած հաղթում է միշտ, եթե չենք սովորացնում։ Գազում եմ ճիշտ ես ասում, որ փոքր տոկոսն է գիտակիցը, բայց տոկոս ասելով չի նշանակում ծավալի տոկոս։ Ծավալով կարող է եւ համաչափ լինի գիտակից մասը, որտեղ ավելի բարդ է եւ ավելի էներգիա է պահանջում, շատ հսկայական էներգիա է պահանջում գիտակից մասը, որտեղ արդյունավետ չի։ Շատ հետաքրքիր զուգահեռ կա այստեղ, որտեղ համակարգչային տեխնոլոգիաներում էլ է նույնը, այն ծրագրերը եւ պրոցեսորները, որոնք որ մեկ նպատակով են կառուցված, իրենք շատ ավելի արդյունավետ են աշխատում, բայց մի բան կարող են անեն, ուրիշ ոչ մի բան։ Իսկ դրանք որ ընդհանուր խնդիրներ լուծելու համար են, իրանք շատ ավելի քիչ արդյունավետ են, բայց կամ այգան ձևի բան կարող են անեն։ Նույնը գիտակից մասը ամեն ինչի մասին կարող մտածի, կարող մոդելավորի, կարող պատկերացնի բաներ, որոնք որ ֆիզիկապես չեն կարող լինել, ոչ թե չկան, չեն կարող լինել։ Խնդիր չունի, բայց շատ դանդաղ է, ահավոր դանդաղ է։ Իսկ ոչ գիտակից մասը արդեն մասնագիտացված է։ Օրինակ, երբ որ մենք փողոցում քայլում ենք եւ մեկ էլ նկատում ենք ցանոթ դեմք, մենք չենք համեմատել ամեն մեկի դեմքը առանձին, էսի ցանոթ է։ Ոչ, դու քայլում ես ուղղակի ու հանգածակի որոշում ես ուղեղը թեքել մի ուղղությամբ, որովհետև ինչ-որ հետաքրքիր բան նկատեցի եւ միանգամից տեսնում ես ցանոթ մարդ։ Այդ ուղեղը թա անում, բայց ո՞ր մասը ուղեղի, ոչ գիտակից մասը։ Այն մասը, որ համարյա 1 ամսական հասակից, երբ որ աչքը սկսում է բղտոր տեսնել, սկսել է սովորել նկարներից ոնց կարա ճանաչի դեմք եւ այդ ամբողջը տասնյակ տարիների ընթացքում այնքան
բարելավել է, այնքան օպտիմալ վիճակի է բերել, որ շատ եւ շատ արդյունավետ եւ արագ ենք անում այդ ամբողջը։ Այնքան որ չենք գիտակցում։ Բայց եթե դանդաղ անենք, գիտակից մագարտակի ահավոր դանդաղ կլինի, ահավոր։ Ողջույն մայիս։ Բարև ձեզ ժողովուրդ, ես ձեզ շատ կարոտել եմ։ Ինքը նույնպես։ Շատ ուրախ ենք, որ եկել ես։ Ես նույնպես իրոք շատ ուրախ եմ, որ հարմարվեց։ Ինչ Ուղեղի թեմա է, եթե դժվար չի երկու բառով։ ուղեղի աշխատանքից եւ սովորություններից էինք խոսում, անին հետաքրքիր հարց էր դվել։ Թե ինչի մեկ-մեկ մենք մտածում ենք, որ մի ձև ենք ուզում պահենք մեզ, բայց ոնց ասեցի, ուղեղը մեր դեմ է ոնց որ աշխատում։ Ոչ թե մեր հետ։ Արտուր, ասա։ Այս վերջերս կարդում եմ, որ ասում էր հոգեբանները ոնց որ հետազոտությունները ցույց են տալի, որ երբ որ դու ուզում ես քո մտքերը կառավարես, այլ մտքերը են քեզ կառավարում, ոչ թե դու իրանց, այսինքն երբ որ փորձում ես չկենտրոնանալ ինչ-որ բանի վրա, օրինակ, ավելի կենտրոնանում ես այդ բանի վրա, քան չես կենտրոնանում, կամ երբ որ չես ուզում ես մտածես ինչ-որ բանի մասին, կամ այն նույն օրինակը քնելու, որ անդադ մտածում ես քնելու մասին, քնեմ, չես կարող քնես, պետք է չմտածես քնելու մասին, որ քնես, այդ ինչ-որ ճիշտ երևույթ է, թե չէ։ Մյուտ եղած ես։ Այո։ Չեմ մանում, ճիշտն ասած, այստեղ պարադոքսներ գոյություն ունեն, օրինակ, համար երբ որ մարդկանց եւ մեկին ասում ես ամեն ինչի մասին կարաս մտածես, բացի փղից, ինչի մասին ես հիմա մտածում։ Բաշի պատասխանը փիղ։ Բանակը որ շատ դժվար է, ուղեղը հակված է, որ ինքը ընթացիկ ինֆորմացիայի վրա կենտրոնանա։ Ես կապված եմ իմիջայլոց ֆրեյմինգի երևույթի հետ եւ anchoring-ի bias-ների հետ եւ այլն եւ այլն, որովհետեւ ուղեղին դու ինչ որ չափով բան ես անում, հուշում ես, ուղեկցում ես։ Մեկ-մեկ կարևոր է որ այն մարդկանց հետ որ շփվում ես, ունենան հետաքրքիր եւ տարբեր մտքեր, կարծիքներ, որ քո մտքերն էլ համապատասխան զարգանան այդ ուղղությամբ։ Երբ որ քո շուրջը անընդհատ միաձև է եւ անընդհատ դու ես ինքդ նույն բաների վրա կենտրոնացած, քո ուղեղն էլ է դրանց վրա ավելի եւ ավելի կենտրոնանում եւ չես կարող փախնել։ Այո, գա է ձևի երևույթ, որտեղ որ մարդիկ որ խուսափում են մի բան անել, հենց այդ բանն են անում։ Հոգեբանության մեջ երբ որ մեկը օրինակի համար մտածում է, որ ինքը մի բան կա պետք չի ասի եւ ասում է, դա գոչվում է Freudian slip անգլերեն։ Mr. Graham։ Right? Freudian slip։ Երկու անգամ եղա հետս։ Այդ գալիս է դրանից, որ ուղեղը չի կարող հակառակներով աշխատի այնքան հեշտ, ինչքան ուղիղ հրամաններով։ Երբ որ մտածում ես մի բան, որ չպետք է անես, կամ դրա հակառակը պետք է անես, դա շատ ավելի դժվար է։ Միջազգ sense մի հատ խաղ կա, որ այս վերջերս օֆիսում հավաքվել էինք, մեկը սովորացրեց մեզ եւ բոլորով խաղում էինք եւ բավականին դժվար խաղ է։ Ուրեմն 4 բան կա, 4 խաղալիք կա, դաբեր գույների են, մի հատ աթոմ, մի հատ հիմա լավ չեմ կարողանում հիշել, մի հատ աթոմ, մի հատ ծաղկաման, կարևոր չի, 4 դաբեր բաներ են, 4-ն են դաբեր գույներ ունեն, 4-ն են դաբեր գույներ ունեն։ Երբ որ քարտեր կան, քարտերից մեկն ես քաշում, բացում ես եւ այդ քարտերի մեջ նկարած է ոնց է նկարած է 3 բան
Բայց նենց է նկարած, որ պետք է դու գտնես, եթե ճիշտ գույնով իրա նկարած, այդ գույնի իրը պետք է վերցնես։ Բայց եթե սխալ գույնով իրա նկարած, օրինակ, ենթադրենք աթոռը կանաչ է իրականում։ Եվ սեղանին դրած են այդ 4 իրերը։ Քարտը բացեցիր, աթոռը նկարած, բայց սպիտակ է։ Աթոռը սպիտակ չկա։ Բայց սպիտակ գույնի զարգաման կա։ Հետևաբար, ոչ աթոռը պետք է վերցնես, ոչ էլ զարգամանը։ Պետք է վերցնես այն իրը, որը գոյություն չունի նկարում։ Հակառակը պետք է անես։ Տեսնում ես, դենց որ եթե կանաչ գույնի աթոռ նկարած լինի, աթոռը պետք է որ ընտրես։ Բայց եթե ոչ մի իրի գույնը ճիշտ չի նկարած, պետք է գտնես այն իրը, որը բացակա է քարտի մեջից։ Կամ պետք է գտնես այն իրը, որի գույնն է բացակա։ Տեսնում ես ոնց։ Շատ բարդ է, ահավոր բարդ է։ Եվ խաղի իմաստը, որ ով ամենաարագը ճիշտ իրը բռնի, ինքն է ստանում այդ միավորը, այդ քարտը իրանն է։ Եվ վերջում նայում են ով ամենաշատ միավորները հավաքեց։ Մի խոսքով, ուղեղի համար շատ դժվար է, շատ հեշտ է, որ ասես եթե կապույտ է այստեղ նկարած, կապույտը գույնը ընտրի, շատ դժվար է, որ ասես կապույտը ընտրի, եթե կապույտ է նկարած եւ կապույտ գույնի իր կա, բայց հակառակ դեպքում գտի այն իրը, որի գույնը այստեղ ճիշտ չի նկարած։ Ինչ։ Մի խոսքով, բայց պարապելով կարաս ավելի արագ անես, շատ արագ։ Այն որ մեզ սովորացրեց, ինքը շատ արագ է անում, շատ արագ է անում։ Բայց մի 2-3 անգամ խաղալուց հետո առնվազն 2-3 հոգի եւս կարողանում էին հետը մրցակցել։ Ճիշտ է, վերջում մեկը ինքը հաղթեց, բայց կարողանում էինք մրցակցել։ Միշտ չէ որ ինքը մեզնից արագ է։ Մեկ մեջ մենք էինք իրանից արագ։ Դենց որ ուղեղի համար շատ դժվար է հագարակով մտածել։ Երբ որ ասում ես այս բանը մի ասա, նույնն է, ոնց որ ասում ես այդ բանը, վերջում ավելի հեշտ է այդ բանը ասել, քան դրա հագարակը գտնել կամ ուղեղի համար շատ դժվար է դրա հագարակը։ Նույն ձևով, երբ որ փորձում ես խուսափել, ինչ որ քո շարժումը օրինակ կարգավորել, որ խուսափես մի բան, հաճախ դու դրան ես նայում եւ շատ ավելի հեշտ է այդ ուղղությամբ գնալ, քան դրանից հեռու գնալ։ Այս երկու դեպքերում հետեւաբար լուծումը, որ չպետք է փորձես քեզ ասել մի արա այս բանը, այլ պետք է փորձես գտնել ուրիշ բան, որ դրական ձևով ասես այդ բանը արա։ Օրինակ դա, փոխանակ ասես մի խոսա այս թեմայից, կամ մի ասա այդ անունը, չէ, քեզ պետք է հիշեցնես ինչ թեմայից խոսաս, ինչ ասես։ Պետք է պատրաստես ասելիքը, ոչ չէ չասելիքը։ Եվ եթե չես ուզում աճ ուղությամբ գնաս, որովհետև աճ ուղությամբ դրած է ինչ-որ շատ թանկարժեք է փխրուն, չեմ անում, մի հատ ապակյա մի բան, դու չպետք է մտածես պետք չի աճ գնալ, պետք է մտածես պետք է ձախ գնալ։ Դրական ձևով շատ ավելի հեշտ է, շատ անհամեմատ։ Ասա դու։ Տենց էս վերջերս չեմ հիշում, քեզնից եմ լսել, թե ուրիշ մարդուց, որ այդ վան քշողները ձյան վրով որ սահում են ծառերի արանքով, ասում են պետքա չնայես ծառերին, որ խուսափես, պետքա նայես, որտեղ բաց է, որ ընդեղ գնաս։ Եթե ծառի վրա կրոսես, ծառի վրա ես գնալու։ Բարեբախտաբար ես չեմ ասել, բայց հենց այդ եմ ասում։ Այո։ Չպետք է նայես այդ ուղղությամբ, որ ուզում ես խուսափել, չպետք է մտածես այդ բաներից, որ ուզում ես չասել, հակառակը պետք է անես։ Միշտ հակառակը։ Որտեվ դա ավելի հեշտ է։ Դրական պետք է մտածես։ Ուղիղ ճանապարհով պետք է մտածես։ Բայց ընդհանուր առմամբ կյանքում որոշումների դեպքում էլ երբեմն ոնց որ հակառակներ, օրինակ երբեմն դիմացես ինչով չես ուզում զբաղվես, այստեղ ինչով ես ուզում զբաղվես, որովհետև ավելի լայն է, տենց կարճաժամկետ բանի մեջ չի հավանաբար, տենց այդ պահին ուղեղի խաբելու թեման անցնում է դա էլի։ Հա, այդ դեպքում խաբել չի այնքան էլ, այդ դեպքում գիտակից մտածել է, այն բաները, որ դու չես ուզում անել, դրանց մասին մտածելով այդ բանը չես հանկարծակի կարողանալու անել, այդ ձև չի աշխատում, բայց շատ եղի, որ ուրիշ մի բան է այստեղ, որ կարա այդ խնդիր լինի։ Օրինակ, երբ որ մարդիկ մտածում են, որ
մի բան իրանք չեն սիրում, չեն սիրում, այնքան են այդ բանի մասին մտածել, որ այդ բանը դառնում է հարազատ։ Եվ սկսում են սիրել, բացապես որտեվ հարազատ է, կամ նախընտրել, որտեվ երկար ժամանակ մտածել են, որ այդ բանը չեն սիրում։ Այդ հարազատ լինելը, ծանոթ լինելը, ծանոթության բանը իմ ջալոց գովազդի սկզբունքն է։ Գովազդը աշխատում է առաջի հերթին, որտեվ ծանոթ է, որտեվ ուղեղը սովորում է, ճիշտ երեխու նման, որը լսում է ինչ-որ ձայներ, որը բազվում է, որ շատ վատ բառեր են։ Գրկնությամբ, երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ անուն, կամ ինչ-որ մեկի դեմքը, կամ ինչ-որ արտադրանքի լոգոն, կամ չեմ ասում, ավտոմեքենայի ձևը, գույնը, մեր ուղեղը ավելի եւ ավելի է ծանոթանում եւ այդ բանը դառնում է հարազատ, հետեւաբար հաճելի։ Երբ որ ժամանակն է գալի ընտրելու, մենք մոռանում ենք, որտեղ ինչ ենք տեսել քանի անգամ, որ մեկին ավելի ծանոթ ենք, որ մեկի մասին ավելի բան գիտենք, որ մեկն է լավը, որ մեկն է վատը։ Այդ դրանք մոռանում ենք, բայց ենթագիտակցական մագարտակի ուղեղը սովորել է, կուտակել է այն բաները, որ ծանոթ է իրան։ Հետևաբար ինքը ավելի հանգիստ է դրանց նկատմամբ, ավելի հարազատ են որտեղ վտանգավոր չեն, օտար չեն, վախենալու չեն։ Այդ դրանք է նախընտրելու։ Դրանք է նախընտրելու եւ այդպես աշխատում է գովազդը։ Դրա համար գովազդի գաղտնիքը գկնությունն է։ Դրանից այն գողմ երկրորդական են ամեն ինչը։ Օրինակ, կարա շատ անհետաքրքիր գովազդ լինի, շատ տափակ գովազդ լինի, բայց միլիոն անգամ տեսնես, այնքան էլ արդյունավետ է լինելու։ Գաղտնիքը, որ մարդիկ փորձում են գովազդը հետաքրքիր դարձնել, որ ավելի հեշտ հիշես, որտեղ մրցակցություն կա, որտեղ ուրիշն էլ է միլիոն անգամ փորձում քեզ նույն բանը ցույց տալ, եւ այդ ուրիշը հակառակորդն է կամ մրցակիցն է այս առաջինի։ Հետևաբար, երկուսն էլ փորձում են ավելի եւ ավելի արդյունավետ անեն այդ միլիոն անգամը։ Հենց որ եթե երկուսն էլ 1 միլիոն անգամի բյուջե ունեն, ուզում են նենց անեն, որ իրանց տարբերակը ավելի հիշվող լինի։ Դնում են օրինակ սիրուն դերասանուհու նկարը կողքը կամ հաճելի երաժշտություն են դնում կամ հիշվող ինչ-որ ծիծաղալու ձևով են ներկայացնում կամ անսովոր կամ անսպասելի կամ զարմացնող, որ մարդիկ բան անեն, իրար ցույց տան, չէ՞։ Այդ viral marketing-ի սկզբունքն է։ Մարդիկ իրար ցույց են տալի հետաքրքիր բաները, անտեսելով, որ դա գովազդ է։ Որտեղ այդ պահին ավելի հետաքրքիր է, որ ուրիշին ցույց տան եւ գիսվեն այդ յուրահատուկ բահով։ Այդ դեպքում շատ հաջողակ է լինում այդ մարքեթինգի գործը։ Այդ գովազդը շատ հաջողակ է լինում։ Ինչևէ, ասա դու։ Էլի մի քանի օր առաջ անգլերենի դասի ժամանակ հերթական նկատեցի, որ որերորդ անգամ արդեն, երբ որ ինչ-որ քերականություն ենք անցնում, դասատուն օրինակները միշտ մեր վրա է բերում, մեր մասին ու ծիծաղալու ու ոնց որ հավանաբար նրա համար որ հիշվի, քո մասին է ծիծաղալու է, բայց նաև նկատեցի, որ երբ որ դասը վերջանում է, չենք հիշում ենք այդ օրինակները, ես ընդհանրապես չեմ հիշում ինչ օրինակներ են կնդեանց, ինչ են գրել։ Ու մտածում եմ մի բան այն չի ինձ արվում, ինչ է այն չի արվում ու դες միջև մտածում եմ չեմ հասկանում, ոնց որ ճիշտ է մեխանիզմը արել, ծիծաղալու լինի, մեր մասին լինի, բայց չի աշխատում всё-таки ոչ մի բան չեմ հիշում դրանից։ Ու դες էլ չեմ հասկանում ինչ է չի։ Որտեվ սովորելու նպատակը բավացիորեն վերադադրելը չի։ Վստահ եմ, որ ոչ ոքս չի հիշում ամեն բառ, որ մենք օգտագործում ենք, երբ ենք եւ որտեղ ենք լսել եւ ինչ նախադասության մեջ։ Որտեվ դա կարևոր չի։ Ծանոթանալն է, ծանոթ դառնալն է կարևորը։ Այդ գրկնությունը քեզ այդ բառը ծանոթացնում է եւ այդ բառի կապակցությունը կողքի բառերի հետ դարձնում է ավելի եւ ավելի հարազատ քեզ, ավելի ծանոթ։ Եվ դա ամենակարևորը, քերականությունը, որ կարողանաս քերականությունը հասկանաս եւ ըմբռնես, քեզ պետք է որ ճիշտ քերական շղթաները բառերի
նախընտրես սխալների հաշվին։ Միակ ձևը որ դա անես, որ դու գկնես գովազդի նման ճիշտ նախադասությունները։ Եվ այդ ամբողջը անես ուշադրություն դարձնելով։ Իմաստը, որ քո մասին է ծիծաղալու է, որ դու ուշադրություն դարձնես, ճիշտ նույն ձևով որ իմաստը ծիծաղալու եւ հետաքրքիր գովազդի, որ դու ուշադրություն դարձնես։ Դրանից հետո կարաս մոռանաս գովազդը, կարաս մոռանաս ոնց է, կարաս մոռանաս երաժշտությունը, կարաս մոռանաս մեջի ով կար չկար, դրանք կարևոր չեն։ Մեգա գովազդը ճիշտ նույն ձևով որ այդ նախադասությունները, որ այս դասադուն ասում է, նպատակը ծառայեցին, որ դու ուշադիր լսեցիր եւ այդ նախադասությունը եւ նախադասության գառույցը եւ այդ բառերը քեզ ավելի ծանոթ դարձան։ Ժամանակի ընթացքում դու կարողանալու ես այդ բառերը նկատել, ճանաչել եւ օգտագործել։ Եվ երբ որ օգտագործելու ես ճիշտ ձևով ավելի հավանական, ավելի հավանաբար, որտեղ ճիշտ տարբերակները հաճախ ես լսել։ Եվ սխալ տարբերակները խոթ են հնչելու։ Ինքդ դու ես նկատելու։ Ասելու ես, բայց ասելու ես մի բան են չի։ Եվ ճիշտ տարբերակը եթե ասես կամ լսես, տեսնելու ես, որ շատ ավելի ախորժելի է։ Դա նպատակը հիմնական։ Նույնիսկ ճիշտ գովազդի նման։ Գովազդի նպատակը չի, որ դու գովազդի հիշես։ Գովազդի նպատակը, որ այդ ադադրանքը կամ այդ թեման կամ այդ միտքը քեզ ծանոթ լինի, հարազատ լինի։ Որովհետև որ նորից տեսնես կամ արիտ լինի ընտրելու կամ նախընտրելու, այդ մեկը նախընտրես։ Նույն ձևով երբ որ խոսում ես անգլերեն կամ այգան ուրիշ լեզու, որ դու նախընտրես այն բառերը ճիշտ քերական գիրառումով, ոնց լսել ես հերթական անգամ։ Եվ այդ դեպքում արդեն շատ արդյունավետ է լինում այդ ամեն ինչը։ Ոչ ոք խոսալուց իմիջիալոց չի փորձում հիշվող ինչ-որ արտահայտություններ ասել։ Նույն ձևով երբ որ կարդում ենք օրինակ, չեմ անում, բանաստեղծություն կամ որ վեբ ենք կարդում հայտնի կամ բան, մենք երբեք չենք կարող վերարտադրել, եթե հատուկ չբարապես գրված նախադասությունները։ Բայց մեկը միտքը, իմաստը հասանելի է քեզ դառնում։ Ճիշտ նույն ձևով, ամեն անգամ որ դու ինչ-որ մի բան ես լսում, դու չես փորձում այդ ամբողջը վերարտադրելու նպատակով հիշել, այլ դու փորձում ես ծանոթանալ։ Գիրք կարդալու նման, կամ ինչ-որ լուր լսելու նման։ Ծանոթությունն է իրական։ Ոչ թե բառացի վերարտադրելը։ Այո։ Ասամ այս։ Ես իրականում հարցով կարող եմ մի փոքր եղեմ թեման, բայց կարծում եմ օքեյ է, էլի ուղեղի աշխատանքի հետ է կապված։ Ուղղակի սպասում էի։ Հարմար է հիմա։ Անպայման։ Ես չեմ հիշում որտեղ եմ տեսել մի հատ հոլովակ, որ ասվում էր, որ Նոբելյան մրցանակի արժանացել նաև այն գիտնականը, որը ապացուցում էր, որ եթե մարդը խորը կենտրոնացված մտավոր աշխատանք է անում եւ իրան շեղում են, դուրը բացում են, ասում են սոված ես, հետո փակում են դուրը, իր ուղեղը մոտ 20 րոպե ուշքի է գալի։ Ու ահավոր էներգիա ծախսում այդ ընթացքում։ Ես էդի տարել էի մեր մամային, պապային բանս աղին ցույց էի տալ, ասում էի նայեք, ինչ եք անում դուք իմ հետ, երբ որ ասում եմ մի շեղեք, դե իրանք parza իրանց համար այդ շեղելը շեղել չի, էլի։ Ասում հա ինչ ուղղակի ուզում էի թե նայ սովածես թե չէ։ Չեմ կամ դա գտնեմ, նու մտքից տնեմ կգտնեմ, եթե տես բան կա, այդ քիչ այդ բանը մեկնաբանեք, էլի։ Այո, շատ հայտնի է այդ միտքը, որ երբ որ ինչ-որ մտավոր աշխատանք ենք անում եւ կենտրոնացած ենք, ինչ-որ ոսկի կամ ալիքի մեջ ենք։ Այդ ընթացքում աշխատանքը շատ ավելի հեշտ է լինում, քիչ կարիք կա ինչ-որ պայքարելու մեզ շեղող բաների հետ, եւ
չենք նկատում ժամանակը ոնց է անցնում։ Բայց երբ որ ընդհատվում է այդ հոսքը, մեզ պետքա որ մենք գտնենք մեզ նորից եւ հետ վերադառնանք կամած մինչեւ նորից այդ նույն տեմպերով, նույն արագությամբ կարողանանք առաջ գնալ։ Սա բավականին դաբե ձևերով փորձեր կատարելով բան անելով ցույց են տվել գիտնականները, որ այսպեսի բան կա։ Բայց եւ շատ կարևոր բայց է ոչ բոլոր մարդիկ նույնն են, ոչ բոլոր թեմաները մեզ նույնչափ հեշտ է կենտրոնանալ դրանց շուրջ եւ բարաբելով մենք կարող ենք դա բարելավել։ Երբ որ մի բան ես անում, որ քեզ տհաճ է, դժվար է, ճուզելով ես անում, ընդհատվելուց շատ ավելի դժվար է հետ վերադառնալ այդ բանը շարունակել անել։ Բայց եթե քո հետաքրքիր ամենահաճելի բանով ես զբաղված եւ քեզ ընդհատում են, դու նկատելու ես, որ շատ արագ են կարողանալու ես հետ գնալ եւ մոռանալ ոգողքը մաթ է եղել կամ մեկն է եկել կամ գնացել է։ Ավելի դժվար է անգամ լինելու քեզ ընդհատելը։ Կարող է ասեն սոված ես, դու չլսես հարցը, ասես չէ, որ գնան ուղակի։ Նույնիսկ այդ քո կենտրոնանալու կարողությունից է կախված, նաեւ թե ինչի վրա ես կենտրոնացած, ինչ ես անում, ինչով ես զբաղված։ Եթե քեզ տհաճ բան ես անում, ասում են սոված ես, անգամ որ սոված չես ասելու ես, հա որ հելից գնաս, ասես հաց ուտելու ժամն է եկել։ Տենց է լինում է, չէ՞։ Մեկ էլ բարաբելով կարող ենք իրականում այդ բարելավել։ Բայց նույնիսկ պիտի այդ ձևի բաներ լինեն, որ մեզ հարազատ է կամ հաճելի է։ Ես հաճախ շատ կարճ եմ կարդում, հենց որ ժամանակ եմ ունենում, կարող է 2 րոպեով կարդամ կամ ավելի պակաս եւ առաջ խաղացում մեկա ունենամ, որովհետեւ ինձ շատ ծանոթ է, շատ եմ կարդում, հաճախ եմ կարդում եւ այսպես ընդհատվելով շատ հաճախ եմ կարդացել երկար ժամանակ, ինձ հեշտ է այդ անել։ Հենց որ կարդալու ժամանակ երբ որ ընդհատվում եմ, ճիշտ է արդյունավետ չի անքանել, հաճելի չի անգամ անքանել, բայց ես շատ արագ կարող եմ հետ վերցնել այդ գիրքը եւ միանգամից նորից ընկնել այդ գրքի բանի մեջ։ Բայց ընդունելով որ այդ գիրքը պետք է հետաքրքիր լինի, պետք է ես ուզեմ կարդալ։ Պետք է որ ինձ ձգի մի բան։ Հակառակ դեպքում եթե նորից շատ դժվար տհաճ թեմա է, ոչ հետաքրքիր, լավ չի գրած, անգամ որ բարաբել եմ, անգամ որ ինձ հեշտ է հետ ընդհատվելուց հետո հետ արագ ընկնել այդ նույն տենց ասած ջրերով, մեկա դժվար է լինելու։ Նենց որ արդյունքում այդպեսի խնդիր կա, բայց դա նենց չի որ մարդը չեմ անում համակարգիչի նման է որ հոսանքից անջատեցի ու պետք է բադադիր սպասես մի քանի րոպե մինչև հետ միանա, հետ խելքի գա, հետ չէ, այդպես չի բան չի, ինչ են ասում, այդքան սահմանափակ չի մեր կարողությունը բան անելու, կենտրոնանալու, ավելի ջգուն ենք իրականում։ Ահա, շնորհակալություն։ Լավ հարց է, բայց իհարկե այդ հիմնականում ասում են աշխատանքի վայրերի համար, որ մարդիկ աշխատանքի վայրում ամեն անգամ որ ինչ-որ մի բան հիշեն կամ ինչ-որ հարց ունենան, որ կարող են ինքները պատասխանեն, չշրջվեն կողքիներին, չհարցնեն կամ ավելի վատ բացվածային չկանգնեն սենյակում ով կա չկա բոլորին խանգարեն, որովհետև իրականում եթե մարդը ասենք 15 րոպեն մի հարց կարող է իր մոտ առաջանա եւ կողքինին ուզենա հարցնել, կողքինը ժամը 4 անգամ չի ընդհատվելու, կողքինը շատ ավելի հաճախ է ընդհատվելու, որովհետեւ մի հոգի չկա իր կողքը, այլ բազմաթիվ մարդիկ կան եւ ամեն մեկը 15 րոպե մեկ կարող է ինչ-որ մի բան ասի բացվածային կամ հարց տա, հետեւաբար բոլորն էլ ընդհատվելու են վարքյանը մեկ եւ ոչ ոք չի կարողանալու կենտրոնանալ, որովհետեւ եթե մեկը անգամ կարա արագեն հետ վերականգնի իր կենտրոնանալու բանը, ոնց որ կարողությունը, մնացածը գուցե այդքան հեշտ չլինի իրանց եւ ընդհանուր այդ աշխատանքի վայրում արդյունավետությունը ընկնելու է, բազովից որտեղ մարդիկ գործ չեն անելու։
Այդտեղ ավելի լուրջ է խնդիրը կարծում եմ եւ ավելի ուշադիր պետք է լինել։ Լավ։ Ինչ հարցեր ուրիշ։ Սանի։ Սուման ձենը մտածում էի այսօր չգիտեմ կուզեք թե չէ, բայց ինձ հետաքրքրեց այդ աշխատանքի մշակույթից, որ մի քիչ խոսենք, ոնց ինչ միջավայր է ընդհանրապես պետք մարդուն աշխատելու համար, մոտիվացված եւ հավեսով։ Կարող ենք կարճ խոսալ դրա մասին, ինքը ծավալվելու տեղ կա այդտեղ, բայց առաջի հետին կարծում եմ պետք է որ այդ պայմանները եւ մենք հիմա չենք խոսում աշխատանք որպես խիստ աշխատանք, որտեղ որ դու վարձատրվում ես, գնում ես, նստում ես գործանելու նպատակով, ոչ։ Մենք խոսում ենք արդյունավետ ինչ որ մի բան անելու մասին։ Օրինակի համար եթե քեզ պետք է պարապել, քեզ պետք է գիրք կարդալ, քեզ պետք է նամակ գրել, քեզ պետք է ինչ որ մի բան պարապել, ֆիզիկական, երաժշտություն, երգել, կարևոր չի։ Ինչ որ անում ես, չի դարբերվում իրականում աշխատանքից, այս տեսակետից, որ արդյունավետ լինի, առաջի հերթին շեղող բաները պետք է որ քիչ լինեն կամ վերանան։ Այդ ամենակարևոր բանը։ Եթե շատ դժվար է հեռախոսին չնայել, ուրեմն հեռախոսը պետք է հեռու լինի։ Եթե հեռախոսը րոպե 1 ձայն է հանում, մեր ուշադրությունն է գրավում, եւ մեր մտքերը գնում են այնտեղ, տեսնես ով է գրել, տեսնես ինչ նորություն է, տեսնես այս ինչ նամակն է եկել, ուրեմն գործ չես անելու, արդյունավետ չի լինելու։ Ուրեմն հեռախոսը պետք է անջատել, պետք է հեռացնել։ Բառացիորեն պետք է ժամ դնել, պետք է դուրը փակել, պետք է այդ ձևի ժամանակ անենք ինչ որ անում ենք, որ խանգարող չլինի։ Օրինակ ես հաճախ առավոտ շուտ եմ սկսում իմ օրը եւ առավոտյան այդ աշխատանքը որ կատարում եմ շատ ավելի արդյունավետ է, բայց նաեւ այնպեսի բաներ եմ անում, որ օրվա ընթացքում չեմ կարող անել։ Ինչու՞, որովհետեւ օրվա ընթացքում մարդիկ ընդհատում են, հանդիպումներ կան, զանգեր կան, հարց են տալիս, գրում են, չէ՞, ուրիշ խնդիրներ կան։ Եվ պետք է ընդվեմ։ Այն բաները, որ ես կարող եմ այդ ձևի ընդհատումների առանց անել, ուրիշ են, այն բաները, որ ընդհատումից չեն օգտվելու, այլ շատ վատ ձևով դուժելու են, ուրիշ ժամանակ պետք է անեմ։ Պետք է գտնեմ ժամանակը։ Հենց որ մեկ-մեկ կարանք այդքան անենք, մեկ-մեկ չէ։ Օրինակ, եթե կարևոր գործ ունես անելու, կարևոր նամակ ունես գրելու, բայց չկար այդպիսի ժամանակ, որ չես ընդհատվելու։ Ավելի լավ է սկսես գրել ընդհատվելով, քան որ ասես, չէ, ես սպասելու եմ մինչև մի օր, ոչ ոք ինձ չընդհատի։ Okay, այդ նամակը չգրվեց, կամ գրվեց, երբ որ այլևս պետք չի, անհրաժեշտ չի, որովհետև շատ ուշ գրեցի։ Հենց որ պետք է խելամիտ մոտենալ, բայց կարևորագույն բանը, որ պայմանները հարմար պետք է լինեն, նենց որ ուշադրություն գրավող, շեղող բան չլինի։ Եթե նույն սենյակում հերոստացույցը միացած, չես կարողանալու կենտրոնանալ ամենայն հավանականությամբ, անկախ թե ինչ ես անում, որտեղ հերոստացույցը ուշադրությունն է գրավելու անընդհատ, որտեղ դա նպատակը հերոստացույցի։ Եթե հերոստացույցը ձանձրալի լինի, անջատելու են մարդիկ, կամ աննվազն ալիքն են փոխելու, չէ՞։ Հետևաբար պետք է հետաքրքիր լինի։ Եվ ինչ որ կա, աննվազն ինչ որ մեկի համար հետաքրքիր նյութ է, որ նշանակում է, որ շեղելու է գործանողին։ Դա ամենակարևոր բանը։ Մնացածը այնտեղից են բխում։ Լուսավորությունը, կողքդ ով կա չկա, հարմարանք լինի, որ ունենաս քեզ անհրաժեշտ բաները, դրանք երկրորդական են։ Ամենակարևորը որ խանգարող բան չլինի։ Գամայական աշխատանքի համար, որը կարևոր է։ Եվ այդ ինչն է խանգարում, ինչը չի խանգարում, մենք պետք է որոշենք։ Մենք պետք է որոշենք։ Հիմնականում ելնելով մեր բնավորությունից եւ աշխատանքի բնույթից։ Լավ։ Ուրիշ ինչ հարցեր ունենք։
Լավ։ Շուտ բարի։ Ես դեռ չունեմ։ Կարող ենք այստեղ ավարտել։ Արդեն ժամը 10-ն է։ Եվ կհանդիպենք ամսի 19-ին, ասա։ Բայ։ Ապրեք որ եկաք։ Կհանդիպենք մի շաբաթ։ Մերսի շատ, բարի գիշեր։ Բարի գիշեր Մերսի, ձեզ։ շատ շնորհակալություն։ Ապրեք։ Բարի գիշեր։